Ողջույն, Հայաստանը և Իրանը անցկացրին զորավարժություն հայ-իրանական սահմանին, որի նպատակը պայմանական ահաբեկչական խմբերի ոչնչացումներ, Ադրբեջանը ցանկանում է Հայաստանի հենց այս տարածքով հարավով ստանալ միջանցք դեպի Նախիջևան, հայկական սուվերենությունից դուրս, ի դեպ Հայաստանը այն պետությունն է, որ Իրանից բացի նաև իհարկե խաղաղապահ զորավարժություն անցկացնելու է Միացյալ Նահանգների հետ, հայ-իրանական զորավարժությունը համընկավ Ադրբեջանի ագրեսիվացման միջազգային դրության առավել քաոսային և խառնակ դառնալու փաստի հետ, թեժը ռուս-ամերիկյան, ինչպես նաև ուկրաինական եռանկյունին մերձավոր արևելքը Իրանի վրա մեծ ճնշումներ Միացյալ Նահանգներից միջուկային գործարք կնքելու պահանջով, իսկ Ադրբեջանի նախագահը, ում միջազգային դերակատարները կոչ են անում Հայաստանի հետ ստորագրել խաղաղության համաձայնագիր, հայտարարում է, թե գնդակն իրականում Հայաստանի դաշտում է, Ալիևը վստահեցնում է, եթե Հայաստանը փոխի սահմանադրությունը և աջակցի Մինսկի խմբի լուծարմանը կստորագրվի խաղաղության համաձայնագիրը, մինչդեռ նույն Բաքվում 20-ից ավելի հաղորդում ներկայացրեց, իբր թե հայկական զինված ուժերը կրակել են ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, Հայաստանի պաշտպանության նախարարությունը հերքել է այդ հաղորդումները, ինչպես նաև պահանջել է ապացույցներ Ադրբեջանից, որոնք չեն ներկայացվել, պրոցեսները պատերազմի ուղղությամբ են գնում, թե հնարավոր է նաև խաղաղության համաձայնագրի կնքում և խաղաղության հաստատում, Factor TV-ում հրավիրել են քննարկում, որին մասնակցում են Վարդան Խաչատրյանը, Միացյալ Հայաստան կուսակցության փոխնախագահ, Անի Սամսոնյանը, քաղաքական գործիչ, Վովա Վարդանովը, Ողջ մնալու արվեստ կազմակերպության ղեկավար Առնոլդ Բլեյանը, Հանուն Հանրապետության կուսակցության անդամ և Հարություն Մկրտչյանը, քաղաքագետ։ Սկսենք ձեզնից, պարոն Մկրտչյան, պրոցեսները դեպի պատերազմական, թե խաղաղության հաստատման ուղղությամբ են գնում, այ հավանական համարում եք խաղաղության համաձայնագրի ստորագրումը, եթե ոչ, այլընտրանքը որն է։ Շնորհակալ եմ հնարավորության համար, իրականում դուք շատ ճիշտ նշեցիք, այսօր տեղի ունեցած համատեղ զորավարժությունը Սյունիքի մարզում Հայաստանի Հանրապետության հատուկ զինված ուժերի և Իրանի Իսլամական Հանրապետության կողմից ինչ-որ առումով նաև Բաքվին ատամ ցույց տալու քաղաքականություն է։ Մեծ հաշվով Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին քաղաքական գիծը և Միացյալ Նահանգների հետ մասնավորապես վաղը կայանալիք Դոհայում, եթե չեմ սխալվում, բանակցություններից է շատ բան կախված, թե տարածաշրջանը կթևակողի լայնածավալ բախումների շրջան կդառնա թատերաբեմ լայնածավալ բախումների, թե ոչ, իրականում Ադրբեջանի նախագահը միշտ աչքի է ընկել երկու լարի վրա խաղալու քաղաքականությամբ, վերջին տարիներին հատկապես, անընդհատ ինքը պատերազմի սպառնալիքը և այդ դամոկլյան սուրը մեր պետականության և մեր երկրի գլխին պահել է։ Եղել են էտապներ, որ Հայաստանի Հանրապետության ներսում այդ խայծը կուլ են տվել առանձին քաղաքական ուժեր և փորձել են կրակի վրա յուղ լցնել, եղել է իրավիճակ, որ ուղղակի ինքնաբերաբար էլի լծվել են այդ գործին ամեն դեպքում։ Եթե Ադրբեջանի նպատակը պատերազմական է, այդ դեպքում ինչներից է պետք այդ խաղաղության համաձայնագիրը։ Դե գիտեք, միանշանակ չի կարելի ասել պատերազմական է, որովհետև 17 կետ արդեն իսկ համաձայնեցված է, Ադրբեջանի վրա կա միջազգային շատ մեծ ճնշում, որ գնալ և ստորագրել, գրեթե ամենօրյա ռեժիմով Ադրբեջանի նախագահի հետ և Ադրբեջանում գտնվող պաշտոնյաները օտարերկրյա հորդորում են, կոչ են անում Ալիևին գնալ ստորագրման ճանապարհով։ Եվ նա հիմա փորձում է ժամանակ ձգել, փորձում է նպաստավոր հարմար առիթ փնտրել, գտնել եւ ինչու ոչ գնալ էսկալացիայի, այսինքն քանի դեռ չկա խաղաղության պայմանագիրը, գիտեք, ասել պատերազմ կլինի թե ոչ, սա իրականում այդքան էլ լուրջ չի, քանի դեռ չկա ստորագրված փաստաթուղթ, յուրաքանչյուր պահի փաստաթղթի գոյությունը, որը չստորագրված է, բայց նաեւ հակաէսկալացիոն գոյություն չունի, կա համաձայնեցված 17 կետ, կա ըմբռնում, որ պետքա դա ստորագրվի, բայց երբ որտեղ ում քավորությամբ, սա արդեն ժամանակը ցույց կտա։ Շատ լավ, կշարունակենք, դուք ինչ եք մտածում, Տիկին Սամսոնյան, արդյոք այս պրոցեսները դեպի պատերազմական բնույթի են, թե օրինակ խաղաղության համաձայնագրի կնքումը պարոն Մկրտչյանը չբացառեց, որ դա կարող է կնքվել, ինչու ոչ, բայց նաև չբացառեց էսկալացիոն, այսպես սցենարը այս իրավիճակում։ Վերջին 5 տարում Ադրբեջանը միշտ օգտվել է միջազգային և տարածաշրջանային աշխարհաքաղաքական վիճակից իր հարցերը լուծելու համար,
Մենք դա առաջին անգամ վերջին 5 տարում 2020 թվականի եղավ, երբ օգտագործեց COVID-ը, պանդեմիան եւ սկսեց պատերազմ Արցախի դեմ եւ իհարկե 2021 թվականից ռուս-ուկրաինական պատերազմից հետո մենք տեսանք, որ Ադրբեջանը օգտագործեց պահը եւ հայաթափեց Արցախը։ Այսինքն Ադրբեջանը շատ լավ հասկանում է, որ այս աշխարհաքաղաքական վիճակում այդ պահը օգտագործելու հնարավորությունը ինքը ունենալու է եւ այդ հնարավորությունը սպառել կամ այդ հնարավորությունը վերացնել խաղաղության պայմանագրով Հայաստանի հետ, որը ընդհանրապես իրեն շահավետ չէ եւ պետք էլ չէ, դա սխալմունք կլինի։ Եվ ես կարծում եմ, որ Ադրբեջանը սպասում է հաջորդ պահին, թե ինչպես կզարգանան իրադարձությունները Մերձավոր Արևելքում եւ արդյոք էսկալացիան Իրանի շուրջ կխորանա եւ կխորանա այն աստիճան, որ Ադրբեջանը որոշի լուծել իր մյուս հարցը, իր առջև ծառացած, դա է Սյունիքում ճանապարհ ստանալու եւ Սյունիքի վրա վերահսկողություն ունենալու հարցը։ Ես սա չեմ բացառում։ Ստորագրվել կամ համաձայնագիրը կլիներ խաղաղություն, պարոն Կրճյան ասում է, քանի չկա ստորագրված, պատերազմի ռիսկը պահպանվում է։ Իսկ եթե ստորագրվի, դա կախված է մի շարք գործոններից, եթե ստորագրվի պայմանագիրը, այդ պայմանագիրը պետք է լուծի մեր եւ Ադրբեջանի միջև բոլոր վիճելի հարցերը, այսինքն այն պետք է լինի սպառիչ, որպեսզի երաշխավորի երկարաժամկետ կայուն խաղաղություն եւ այդ պայմանագիրը պետք է ունենա ուժեղ միջնորդ, որպեսզի այդ պայմանագրի սկզբունքները, դրույթները չխախտվեն եւ մենք չունենանք մի իրավիճակ, որ ամեն պահի Ադրբեջանը իր կամքով որոշի պարզապես խախտել, որովհետև բոլոր դեպքերում միջնորդները դրանք զսպող ով էլ լինի, դա զսպող գործոն է եւ այս իրավիճակում ես կարծում եմ միգուցե մենք կստանայինք երկարաժամկետ խաղաղ պայմանագիր, բայց գլխավոր երկարաժամկետ խաղաղության պայմանը դա Ադրբեջանի կամքն է Հայաստանի հետ ունենալու խաղաղություն, որը ես չեմ տեսնում, որովհետև Ադրբեջանը Հայաստանի նկատմամբ ունի երկարաժամկետ պլաններ, առաջինը թույլատնելու Հայաստանի պետականությունը, ինքնիշխանությունը, առհասարակ Հայաստանը որպես պետություն ինքնուրույն սուբյեկտ, երկրորդը հայաթափելու Հայաստանը եւ երրորդը տարածքային նկրտումները Հայաստանի նկատմամբ, այն է Արևմտյան Ադրբեջան խոսույթով, որը սկսվում է արդեն դպրոցական սեղաններից եւ հասնում է միջև պետական մակարդակի պրոպագանդայի։ Ով է այդ միջնորդը, որը կարող է բերել հայ-ադրբեջանական ստորագրություն։ Այդ միջնորդը կարող են լինել այս պահին աշխարհաքաղաքական դերակատարներ, ովքեր իրենց ազդեցությունն են փորձում ուժեղացնել Հայաստանում։ Այդ միջնորդը կարող է լինել օրինակ Ռուսաստանը կամ Ամերիկայի Միացյալ Նահանգները, այլ միջնորդ ես չեմ տեսնում, որովհետև Եվրոպային ես այս պահին միջնորդ չեմ դիտարկում, որովհետև Եվրոպան որպես քաղաքական միավոր թույլացած է եւ այս պահին Եվրոպան չունի այնքան ուժեղ լծակներ, որպեսզի կարողանա երաշխավորել այդ խաղաղությունը եւ այլ քաղաքական միավոր որպես այդպիսին կամ երկիր ես չեմ դիտարկում։ Անպայման կվերադառնանք, պարոն Բլեյան, հնչեց գլխավոր միտքը, որ քանի չկա խաղաղության համաձայնագիր, կլինի պատերազմի վտանգ, Տիկին Սամսոնյանը ուժեղ միջնորդի դերն է բերում Ռուսաստան կամ Միացյալ Նահանգներ, դուք ինչ եք մտածում, արդյոք նախ դու պատերազմական եք տեսնում այս զարգացումների սցենարը, թե հնարավոր է կնքվի խաղաղության համաձայնագիր եւ բացենք ի վերջո այդ երկար սպասված խաղաղության դարաշրջանի դռները։ Իհարկե կարող է, հավանական է, որ կստորագրվի համաձայնության համաձայնագիրը եւ հավանական է, որ այն չի ստորագրվի։ Ի վերջո պետք է հասկանանք, երբ մենք խոսում ենք Ադրբեջանի շահ, պետք է այստեղ տարանջատել Ադրբեջանն ու ադրբեջանցիները Իլհամ Ալիևից, որովհետեւ իմ կարծիքով Ադրբեջանի եւ ադրբեջանցիների շահերից է բխում Հայաստանի հետ կարգավորել հարաբերությունները եւ տնտեսական պրոյեկտներ կիրառել, բայց Իլհամ Ալիևի որպես ավտոկրատ երկրի, որպես ավտոկրատ ղեկավարի չի բխում նմանատիպ համաձայնագիր, որովհետև երբ չկա արդեն Ղարաբաղյան ռազմական կոնֆլիկտը, հակառակը իրեն պետք է մի նոր ռազմական կոնֆլիկտ, որպեսզի
հնարավորինս շարունակաբար կարողանա հրամցնել իր քաղաքացիներին, թե ուր են գնում այն փողերը, թե ինչու են շարունակ սպառազինվում։ Ասեն անիմաստ էր այս 3-4 տարի բանակցել մի թղթի շուրջ, որը պատրվելու, գծվելու է եւ էսկալացիա է լինելու։ Անիմաստ չէր, որովհետեւ գիտեք, եթե ինձ ասեն, թե որն է այլ ընտրանքը խաղաղության, ես կցանկանամ քննարկել այն, բայց ես չեմ տեսնում այդ այլ ընտրանքը, մենք չպետք է թևաթափ լինենք այն հայտարարություններից կամ այն իրողություններից, որ Իլհամ Ալիևը փաստորեն կազուս բելիս է փնտրում, որպեսզի մի պատրվակ լինի, որպեսզի հարձակվի կամ ռազմական ագրեսիայի գնա Հայաստանի Հանրապետության նկատմամբ։ Մենք հակառակը, մենք պետք է գնանք այդ ուղղությամբ, բայց միևնույն ժամանակ մենք պետք է հասկանանք, որ նույնիսկ եթե խաղաղության համաձայնագիրը ստորագրվի, այո, դա կլինի շատ լավ կլինի, դա ավելի կնվազեցնի հնարավոր ագրեսիայի վտանգը, բայց դա չի նշանակում, որ այն բացառում է։ Եվ հետևաբար այստեղ կարևոր է թե Հայաստանի Հանրապետությունն ինքը որպես սուբյեկտ, որքան է կարողանում իր հարաբերությունները կարգավորել այն երկրների եւ այն քաղաքական եւ աշխարհակաղակական կենտրոնների հետ, որոնք այս կամ այն կերպ ի վիճակի են իզորու են ազդել Ադրբեջանի վրա այս տարածաշրջանում իզորեն դերակատարում ունենալ եւ փոփոխություններ մտցնել։ Ասվեց Տիկին Սամսոնյանի կողմից Ռուսաստան կամ Միացյալ Նահանգներ։ Համաձայն եք։ Ես համաձայն եմ երկրորդ կետի հետ, բայց առաջին կետի հետ կատեգորիկ համաձայն չեմ, որովհետեւ հակառակը ես կարծում եմ, որքան հնարավոր է հեռու պահել Ռուսաստանի դաշնությունը, այդքան ավելի հնարավոր կլինի համաձայնելու։ Բայց Ռուսաստանի դաշնությունից հեռու գնացինք դեպի Եվրոպաներ, Շարլ Միշելի ֆորմատ, Բլինքենի ֆորմատ, ինչ եղավ։ Իսկ երբ Պուտինը միգուցե բերեր այդ խաղաղության համաձայնությունը, մենք մինչև վերջ չգնացինք, պարոն Բլեյան։ Մենք մինչև վերջ գնացինք Պուտինի հետ եւ հանդիպեցինք 2016 թվականի Քարոյա պատերազմը, հետո նորից քայլեցինք եւս 4 տարի, ել ավելի խորացնելով մեր հարաբերությունները նույնիսկ 18 թվականից հետո եւ հետո ստացանք 2020 թվականի պատերազմը Արցախում, հետո պարզվեց, որ երբ մեզ համոզում են 2013 թվականին չստորագրել DCFTA Եվրոպական միության հետ, այլ գնալ մաքսային միություն, որպեսզի մեր հովանոց, անվտանգային հովանոց ել ավելի ամրանա Արցախի շուրջ եւ Հայաստանի շուրջ, պարզվեց, որ Արցախի պահով Ռուսաստանը չունի որևէ փաստաթղթավորված ուրեմն պարտավորություն, բայց եթե ռազմական գործողությունները Վլադիմիր Պուտինի խոսքերն են տարածվեն արդեն Հայաստանի Հանրապետության տարածք, ապա այդ ժամանակ թե ՀԱՊԿ, թե 97 թվականին գալիս եմ 20 թվականին հասա, հետո հասա 21 թվական, երբ ներխուժում եղավ մայիսին, հետո նոյեմբերին, հետո 22 թվականին, որը մինչև Ռուսաստանի ներխուժումը, լայնամասշտաբ ներխուժումը 2022 թվականի փետրվարի, բայց հետո մենք տեսանք արդեն 2022 թվականի դեպքերը, երբ ռուս հենակետերը պարզապես 1 ժամ շուտ, մի քանի ժամ շուտ հեռանում են։ Խաղաղություն կհաստատի։ Գիտեք, ասել, որ անպայման կստացվի, դա իհարկե այդպես չէ, բայց փորձել դա իհարկե կարելի է, եւ իհարկե մենք պարտավոր ենք, որովհետեւ չմոռանանք նախորդ վարչակազմի առաջ քաշած Միջանցքի պատրոնաժությունը, որ Միացյալ Նահանգները ստանձնել է, ես կարծում եմ, որ այս վարչակազմը նույնպես շարունակում է այդ Միջանցքի կարևորություն տալ։ Մենք տեսել ենք բոլորովին վերջերս Եվրոպական միությունը հանդիպեց միջինասիական երկրների հետ, ուրեմն Ղրղստան, Տաջիկստան, Ուզբեկստան, Թուրքմենստան։ Եթե ամփոփենք կարճ ձեր տեսակետը, հնարավոր է Հայաստան-Ադրբեջան համաձայնագիր ԱՄՆ-ի միջամտելու դեպքում, ճիշտ հասկացա։ Շատ գործուն տնտեսական պրոյեկտների Իլհամ Ալիևը պետք է հասկանա, որ Հայաստանի Հանրապետության հետ տնտեսական որոշ պրոյեկտների միջոցով նա կստանա որոշ կարևոր ուրեմն արդյունքներ, օգուտներ, որոնք ավելի շատ են, քան այն գինը, այն քաղաքական եւ ռազմական գինը, որ նա պետք է վճարի հարձակվելով Հայաստանի Հանրապետության վրա, կամ պարզապես երկարաձգելով, այսպես ապակառուցողական ուրեմն վարկագիծ շարունակելով դրսևորելով Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման շուրջ եւ այստեղ կարևոր է նաեւ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը։ Խոսենք, համաձայն եք։ Իհարկե ոչ։ Եվ առաջին հերթին ոչ, որովհետեւ մենք աքսիոմատիկ ճշմարտությունները պետք չի որ դնենք մեր քննարկումից դուրս։ Ոչ մի պայմանագիր չի փրկում թույլին, չկա այդպիսի բան։ Առավել եւս երբ որ մենք ապրում ենք մերձավոր արևելքում։ Մերձավոր արևելքում խնդիրները ինչպես են լուծվել, միշտ թրով, արյունով
Հիմա նաև տեխնիկական այն հնարավորությունները, որոնք առաջ չեն եղել։ Դա մեր օգտին է Թուր Արյուն, պարոն Խաչատրյան։ Դուք վստահ եք, որ Թուր Արյունը մեզ հիմա ամեն անգամ, ձեռնտու երբ որ դու փորձում ես փրկել սեփական կյանքդ նահանջով եւ փախուստով, դու մահվանը հանդիպելու ես ակնբախ։ Այսպիսին է մերձավոր արևելքի պոստուլատը։ Չքննարկվող։ Ես չեմ ասում չպաշտպանվենք, բայց եթե մի կողմ ենք դնում բանակցությունները, համաձայնագրենք հռոմեականը parabellum պատրաստվիր պատերազմին։ Եթե դու պատրաստված չես պատերազմին, մնացած խոսակցությունները իդերևս են ելնում։ Հիմա երբ որ մենք խոսում ենք Ալիևից, այդ ինչի՞ ենք նրան վերագրում սուբյեկտայնություն, այնպեսի որ ինքը կորոշի պատերազմ կսկսի, չի որոշի պատերազմ չի սկսի, կթելադրի որ մենք պետքա փոխենք սահմանադրությունը, ուրեմն մենք պետքա փոխենք սահմանադրությունը։ Ալիևը ես չեմ կարծում որ այս տարիների ընթացքում այնքան փորձ ձեռ չի բերել որ չի կարողանում գնահատել իր այսօրվա կարգավիճակը եւ ընդհանրապես վիճակը։ Հետևաբար կարելի է ասել որ նա գիտի որ Հայաստանի դեմ, Ղարաբաղի դեմ եղել է կոալիցիոն արշավանք, որին մասնակցել են արտերկրյա զորքեր, այսինքն եղել են Պակիստանից, եղել են Քաթարից, թուրքական սպեցնազ է եղել, բաց քարոզչությամբ հավաքվել է բազմություն մեծ փորձ ունեցող հազարավոր մարդկանց, ովքեր ջիհադիստներ են եւ բերվել են այդ պատերազմի դաշտը, բոլոր նշվածս բաղադրիչները գումարած Քաթարի զորամիավորումները, որոնք զբաղված էին տեխնիկական խնդիրներով։ Քաթարն էլ է ավելացել։ Քաթարն չի ավելացել, Քաթարն եղել է, նա զբաղված է եղել ռադիոտեխնիկական խզումներ առաջացնելով տարածաշրջանում, բայց իր զորամիավորումներն են եղել, չէ, այդ առաջի անգամ չի, այդ բազմից սասվել է, բայց լավ, կարող է ձեզ ինչ-որ տվյալներ հայտնի դարձնել, չէ, ինչ-որ տվյալները ո՞րն են, ասում եմ դա եղել է ու դա անվիճելի է հիմա, ինչի մասին է խոսքը, չէ, եթե կարելի է ուղղակի շարունակենք որ բարձր լինի մեր համար էլի, չէ, բայց այս պարագայում երբ որ միջազգային մեծ կոալիցիա կա մեր դեմ, պարոն Խաչատրյան, այսինքն մենք կոալիցիան այդ է հարցը, որ այդ կոալիցիան այսօր չկա, Ալիևը հոխորտում, մենք էլ մեր տպավորություններն է որ թիկունքում կանգնած է էլի այդ կոալիցիան, այդպես բան չկա։ Այսինքն տեղի ունեցած այդ պատերազմը հանգեցրել է նրան, որ իրենց շահերը ուրիշ երկրներ տեսել են Հայաստանի հնարավոր վերելքի մեջ, ինչպիսին է Իրանը, ինչպիսին է Հնդկաստանը, որոնց համար դա կարող է մահացու արդյունք լինել։ Ինչու՞, որովհետև կոնստանտ շահերի կետը արևմուտքի համար եղել է Ռուսաստանին թուլացնելը, Ռուսաստանը պայթեցնելը, Իրանը թուլացնելը եւ պայթեցնելը, այս խնդիրների շրջանակում, սկսած Պակիստանի կախվելը մինչև Հնդկաստանի գլխին եւ այլն, այս խնդիրների շրջանակում որպես կանոն նրանց համար կարևորագույնը այսպես կոչված մեծ թուրան ծրագիրն է։ Հիմա եթե Ադրբեջանը ռազմական ագրեսիա է դիմի, այս միջազգային խառնակ իրավիճակը նկարագրեցինք Իրանի դեմ հարվածների հավանականություն եւ այլն։ Եթե 150-ից Հայաստանը ունի դաշնակից, որոնք կգան կպատերազմեն Ադրբեջանի հարավային սահմանին իր հյուսիսային։ Բայց որ իր միջուկային օբյեկտներն են հարձակվում, մեկը լինի իրեն ինչի համար է սեղմել այնտեղ, որովհետև այնտեղից պետքա հասցվի մահացու հարվածը։ Այսինքն այն 4 բազաները, որոնք կան։ Դուք չեք լսում ինձ, ասում եմ, իսկ եթե իրեն են հարվածում իր միջազգային միջուկային օբյեկտներին, ինքը սկսում է Իսրայելի հետ հեռահար պատերազմի մեջ մտնել։ Ուրեմն եթե ինքը սկսում է Իսրայելի հետ հեռահար պատերազմի մեջ չես, ուրիշ բան ուզեցա ուղղակի տեղ ասեմ, որ Իսրայելը ռմբակոծում է հարավը Պարսկաստանի եւ Իրանը ոչ մի ստորաբաժանում չի հանում այս բանակից։ Ուրեմն սա նրա գլխավոր ուղղությունն է։ Եթե չի ան, որովհետեւ այդտեղ են գտնվում նրա այդ ձեր ասած միջուկային օբյեկտները։ Հյուսիսում են, նրանք հարավում չկան, որովհետեւ նա հաշվի է առել, որ Իսրայելի ռմբակոծիչները կարող են խփել շատ արագ։ Ադրբեջանի տարածքից դա 15 րոպեի ճանապարհ է, որից հետո իրանք կխփեն եւ կասեցնել կլինի շատ դժվար։ Չեմ ուզում խորացածնեմ շատ բան կարամ այս մասին ասել։ Այո, վերադառնանք նրան, որ սուբյեկտայնության այն մակարդակը, որը մենք վերագրում ենք Ադրբեջանին, նա այս պահին չունի։ Թուրքիան եւս գտնվում է այնպիսի անկման իրավիճակում, սկսած տնտեսականից, վերջացրած իր ռազմական հնարավոր հակադրությամբ Իսրայելի հետ, որ մեր գլխին կախված վտանգ, որպես այդպեսին չկա, այնպիսին ինչպիսին եղել է։ Բայց մյուս կողմից մենք պետք է կարողանանք աշխատել նաև այն ուղղության վրա, որը Ռուսաստանի համար ամենաթանկարժեքն է, հյուսիս-հարավ ուղղությունը։ Ադրբեջան-Իրան նկատի ունեք երևի։ Ես նկատի ունեմ Իրան, Հնդկաստան։
Ադրբեջանը չի կարող այստեղ հանդիսանալ, որտեղ Ադրբեջանը միշտ պետք է հարավ Ադրբեջանի տարածքով, պարոն Խաչատրյան։ Հյուսիս-հարավ, իսկ Հնդկաստանի հայտարարությունը որևէ մեկը կարդացել է մեր մեջ։ Դուք խոսում եք հայտարարությունից, ես կառուցումից եմ խոսում։ Չէ, Հնդկաստանն ասում է, որ ինքը պատկերացնում է միայն Հայաստանով։ Ինքը չի պատկերացնում այն ինչը որ մանիպուլյացիաների է ենթարկվում, որ հեսա Ադրբեջանով կանցնի, Պարսկաստանով կգնա, Պարսկաստանի եւ Ադրբեջանի միջև այսօր գոյություն ունեցող հարաբերությունները ծայրահեղ վտանգ իրենց մեջ պարունակող երկուսի համար էլ հարաբերություններ են եւ պետքա այսքան տեղը Ալիևը բարձր չխոսի։ Բայց քանի որ մենք դրանում շահագրգիռ ենք ելնում, որ վախի մթնոլորտ տարածենք, ասենք որ հակահարցակվի Ադրբեջանը եւ կգրավի Հայաստանի կեսը մի անգամից եւ այլն, վերջին հաշվով մենք կբերենք փորձանք մեր գլխին։ Շնորհակալ եմ։ Պարոն Վարդանով, Հայաստանի Հանրապետությունը ինչքանով է պատրաստ հավանական ռազմական ագրեսիայի դիմակայել։ Եկեք մի բան հասկանանք, մի քանի դրույթ լսեցի, որոնց հետ մի մասի այդ համաձայն եմ, մի մասի հետ ոչ։ Նախ որ պատմությունից անընդհատ բերում եք, եկեք այսյան։ Պատմությունը այն դասատուն է, որ եթե իրան լավ չես սովորում, երկու հատ փեդով խփում ագարխիտ էլի։ Մենք արդեն սովորել ենք։ Չենք, ոչ մի բանը չենք սովորել։ Եկեք մի բան հասկանանք, որ տնտեսության ամենա ես իմիշ կարևորագույն թեմաները առաջի համաշխարհայինում, երբ որ Բելգիան էր համաշխարհային բանկը, Եվրոպայինը հաստատ մենակ ինքն էր, Շվեյցարիանով էր, վայրի լեռնային երկիր էր, որտեղ երկու հատ կով էր արածում, եւ Անգլիայի տիրույթը, Անգլիայի ծովերի տիրակալ եւ թագուհի լինելը հաշվի առնելով, Գերմանիան չվախեցավ մտնի ուրեմն տնտեսական աշխարհի ամենակարևոր երկիր Բելգիայով, չվախենալով Անգլիայի, ասենք, ազդեցությունից, որը գարանտներ Բելգիայի նեյտրալիտետի եւ տեղից ներխուժեց Ֆրանսիա։ То есть թքած ունեն ցանկացած գարանտի վրա, եթե համապատասխան այդ պահին գարանտը, ասենք, հակա ոնց որ ասած ճամբարում է։ Գանք մի հատ ուրիշ օրինակի, երբ որ Լեհաստանի եւ Գերմանիայի մեջ պայմանագիր կար, չհարցակվելու խաղաղ պայմանագիր, Լեհաստանը անգամ Գերմանիայի հետ մասնատելուն մասնակցեց Չեխոսլովակիայի, Տիշինի բանը, Կարպատները խլեց ու իրանց մեջ քիպ ախպերություն էր 39 թվականի սեպտեմբերին գիտենք ինչ եղավ, չէ, առաջի զոհը հենց անմիջապես, ասենք, ռազմական ագրեսիայի Գերմանիայի հենց Լեհաստանն եղավ։ Ուրեմն ոչ մի խաղաղ պայմանագիր մեր համար, ոչ մի ձևով, ասենք, չգիտեմ, հովանոց չի, զսպաշապիկ չի թուրքերի համար, միակ բանը, որ կարա գարանտիա լինի, ասենք, ոչ թե Ռուսաստանի կամ, չգիտեմ, Ֆրանսիայի, Ամերիկայի, Պարսկաստանի, Հնդկաստանի, ելով կա, Բուրկինա Ֆասո, Պարագվայ, Ուրուգվայ, Կաթար, բան, հա, այդ ոչ մեկին այտենց դեր չի խաղա, ինչքան նորմալ պատրաստված հայկական զինված ուժեր, պատրաստված ռեզերվով, որտեվ առաջի հարվածը, երբ որ երկրի վրա հարձակվում են, ուտում են զինված ուժերը, այդ հարվածը պահելը առաջի հարվածը այդ բոքսի մեջ այդ ձержած ուդարը, ասենք, եթե դու նորմալ ռեզերվ չունես, դու չես կարա պահես այդ առաջի հարվածը։ Մենք պիտի հասկանանք, որ միակ գարանտը ոչ թե Ամերիկան է, որտեվ Ամերիկայի շահերը կարա համաձայնեցվի այդ պահին, ոչ թե Չինաստանն է, ոնց որ թե Չինաստանի գլխավոր մարդկանցից մեկը ասեց, մեր համար այսպես պետքա Զանգեզուրի միջանցքը 2 օր առաջ է հայտարարել։ Ու դա հերքեցին հետո Չինաստանը, ամենայն դեպս լրատվամիջոցները այդ բանը մետաքսի ճանապարհի մեջ իրենք կան, Ամերիկան ոնց որ դրան դեմ է, բայց ինքը ուզում է կարճ ասած դու պետք է ոչ մի բանի վրա չնայես, ուժեղանաս, էլ չեմ ասում բանակցության սեղանի շուրջ, երբ որ հավաքվում են, ասենք, երկու կողմ առանց միջնորդով կապ չունի, գլխավոր, ասենք, հակամարտողները իրար հետ երբ որ հավաքվում են, մեկի հետևը երբ որ պատրաստված բանակա, ոգևորված, ասենք, հաղթական մարտերով եւ մյուսի հետևից բանակա, որը որ հսկայական կանած զինտեխնիկա է կորցրել, տարածքներ է կորցրել նախորոք նախապատրաստված 30 տարվա եւ հիմա ոչ ընտիր կահավորված առաջնագիծ ունի, ագրեսիվ ոգևորված, ասենք, հակառակորդի դեմ կանգնելով, մենք պիտի հասկանանք, որ մենք չենք կարա լավ պայմանագիր ունենանք։ Մեզ ինչ ասես կարան պարտադրեն։ Առաջարկում է Թրին եւ Արյանը ապավին։ Դրա մասին չի խոսքը, դու պիտի հիմա այս պահին ես էլի ոնց որ ասած իմ բանը սրինգը քչեմ, ազգ բանակ պիտի անես, պիտի քո
ամբողջ բնակչությունը միլիտարիզացվի 3 տարեկան երեխայից։ Դա չի նշանակում, որ ինքը զենքը ձեռը պետք է բանանի, բայց 3 տարեկան երեխան էլ պետք է իմանա էվակուացիայի կետը որտեղ է, որ դասատուին է ենթարկվում, որ բանա ավտոբուսի մեջ նստի, այս, չգիտեմ, մանվել հոպարի ավտոբուսի մեջ չնստի, որովհետև էսի ուրիշ բան է անում։ Դա պիտի լինի, ասենք, ոնց ասեմ, պարտադիր պայման Հայաստան լինելու։ Այսինքն կնեք դուք խաղաղության հաստատման համար քաղաքական գործիչներին, դիվանագետներին չեք հավատում որևէ կերպ։ Չէ, ընդհանրապես եկեք հասկանանք, որ աշխարհի հետ շփվելու երկու եղանակ կա։ Արտաքին գործերի նախարարություն, իրականում արտաքին գործերի նախարարությունը ճիշտ կլինի, ասենք, տենց չանվանել, էլի, որտեղ արտաքին գործերը դա պաշտպանության նախարարությունն է եւ դիվանագիտությունը, կարելի է դիվանագիտական նախարարություն անվանել, եթե մասնագիտականով ենք կոչում, էլի։ Աշխարհի հետ շփվում ես երկու ձևով։ Եթե ձախ թևը թույլ է, աչը կարա տուժի։ 20 թվականին թուրքերը համարձակվեցին, հարձակվեն, ասենք, լավ պաշտպանված գծի վրա, քաջ գիտակցելով, որ ասենք հեշտ չի լինի ճղելը եւ ամենը քիչը մի շաբաթ պետք է լինելու իրանց ու տենց էլ եղավ, բանը Կովսականի ուղությունը, որ ջրականից իրանք ճղեցին ու կարողացան առաջ գնան, մի շաբաթ քաշեց եւ իրենց ոչ մեկ ձեռքից չբռնեց մի շաբաթվա մեջ։ Դա դրանից էր, որ մեր ձախ թևը դիվանագիտությունը չէր նկատել, որ թուրքերի մոտ այդ ձախ թևը լուրջ հաջողություններ է գրանցել եւ կարողացել է գլխավոր գործիչներից այս ռեգիոնում։ Ես նկատի ունեմ, ասենք, բանը Մինսկի խմբի մեջ ներկայացված համանախագահների դաբրոն ստանա։ Հենց դաբրո եմ ասում, ոչ թե համաձայնություն, որտեղ դա եղել է դաբրո։ Ու հենց այս 3 նախագահները, ովքեր որ դաբրո են տվել, հիմա էլ 3-ն էլ նախագահում են։ Եվրոպան ներկայացնող Մակրոնն է հիմա ներկա նախագահում, չէ՞։ 20 թվականին ինքն է եղել։ Ռուսաստանի, ասենք, ղեկավարը Պուտինը եւ Ամերիկայի նախագահան հիմա ուղակի մեր բախտը այնքան բանով է բերում, որ թուրքերը այդ դաբրոն այդ 3-ից չեն ստանա, որովհետև կենաց մահու կռիվ են տալի ուկրաինացիների հաշվին Եվրոպան եւ ասենք Ռուսաստանը։ Մեր բախտը դա բերում է, բայց դա չի նշանակում, որ դու քո բախտը բերելու ոնց որ ասած արխից անընդհատ sense հանելու ես պրիզավոր լատարեներ, էլի։ Ախպեր եկեք մի հատ ազգ բանակի վրա կենտրոնանանք, սկսենք կառուցել դա, բոլորը լինեն, ասենք, կենսունակ, ամեն մարդ իր տեղը իմանա, ցանկացած հիմնարկ իր, ասենք, գործառույթները իմանա ռազմականացված գործողությունների ժամանակ եւ երկիրը ամրացնես այնքան, որ ամրոցի վերածվի։ Մի փոքր դրվակ էլ ասեմ, մեր անպատրաստությունը լավ վառ երևաց անցած տարի ջրհեղեղի ժամանակ։ Ջրհեղեղի ժամանակ, երբ որ հասարակական կազմակերպությունը կարողանում է 2 անգամ ավելի շատ կամավոր տանի, ասենք, այդ տուժած գոտի կամ ասենք կրթության նախարարությունը, դա նոնսենս է։ Ես դրանից ինձ վատ եմ զգացել։ Թվում է թե պիտի ուրախանայի, բայց ես վատ եմ զգացել, ուրեմն ինչ վատ է այսօր մեր կազմակերպչական շնորհքը, որ մենք չենք կարողանում, ասենք, այդ աշխատանքների համար կյանքի ռիսկ էլ չկա, դա իմ ասածը, ռիսկ չկա կամավորներին հավաքելուց։ Պիտի գային ընդհանրապես, ասենք, ցեխ բրթեին, այնտեղ պարաններ կապեին եւ այլն, ու չկարողացա, որովհետեւ մենք թերացել ենք ներսում աշխատանքների հարցում։ Մեզ թվում է դիվանագիտությունը ամեն ինչ կլուծի, հնարավոր բան չի։ Դու պիտի ներսում ուժեղ լինես, որ քո հետ, ասենք, Բաքվի հանրապետություն ղեկավարը, որը մենք սխալմամբ ինչ որտեղ նաև հանցավոր ձևով ինքներս մեր նկատմամբ Ադրբեջան ենք կոչում, որ ինքը մեր հետ հաշվի նստի։ Շնորհակալ եմ, պարոն Մկրտչյան, կուզենաք արձագանքել, ընդհանրապես տարբեր միջոցներ այստեղ հնչեցին խաղաղության հաստատման կամ պահպանման կամ չգիտեմ ոնց կարելի է պատերազմի կանխարգելման, պարոն Վարդանյանը ռազմական սեփական կարողությունների բարձրացման մասներ խոսում, հնչեց նաև օրինակ Ռուսաստանի միջնորդության բարձրացման հարցը, հույս կար նաև Միացյալ Նահանգներ, այդ դուք ինչպես եք տեսնում, խնդրեմ կարող եք արձագանքել։ Ես իրականում պարոն Վարդանովի ամեն ասած նախադասության տակ կստորագրեմ եւ համաձայն եմ, որ այդ աշխատանքները անվերջ պետք է ներսում տանել։ Անկախ նրանից թե դրսում Ալիևը ինչ համերուղությամբ վայրահաչում, թե դաշնակիցները կգան, իրենց պարտականությունները կկատարեն, թե չեն կատարի, մենք պետք է այդ աշխատանքը միանշանակ տանենք։ Միջնորդների մասով, գիտեք, միանշանակ միջնորդի ինստիտուտ պիտի լինի հայ-ադրբեջանական բանակցություններում եւ հատկապես խաղաղության պայմանագրի ստորագրման ժամանակ Ռուսաստանի Դաշնությունը չի կարող այստեղ միջնորդ լինել, որովհետև ապացուցել է Ռուսաստանի Դաշնությունը, որ Լեռնային Ղարաբաղում անգամ հայերի
խաղաղ ապրելու իրավունքը նա չկարողացավ պաշտպանել, հանցավոր համաձայնության մեջ անցնելով Ադրբեջանի հետ Լեռնային Ղարաբաղը հայաթափեցին, Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքը չեն ճանաչում եւ այսպես շարունակ Ռուսաստանի մասով քննարկումն առհասարակ պետքա բացառել։ Եվրոպական միության հետ հեգեմոն ուժը այլևս ոչ, Ինչ է դա։ Ռուսաստանի Դաշնությունը իր դիրքերը զիջում է։ Հիմա մի քանի հեգեմոն կա այս տարածքում։ Եվ տարածաշրջանում հետաքրքրվածություն ունի թե Եվրոպական միությունը, թե Միացյալ Նահանգները, եւ այս համատեքստում հաշվի առնելով, որ Ադրբեջանը Եվրոպական միության մասին լսելիս ջղաձիկ շարժումներ է անում եւ վառ օրինակ պահանջը եվրոդիտորդների հանելու, Միացյալ Նահանգները ամենալավագույն միջնորդի տեխնացուն կարող են լինել տարածաշրջանում եւ այս ուղղությամբ կարծում եմ երկրի ռազմաքաղաքական ղեկավարությունը պետք է աշխատանք տանի հատկապես Միացյալ Նահանգների կողմից ցուցաբերվող այս ակտիվության ֆոնին, որովհետեւ զանգը Բաքու, զանգը Երևան անընդհատ շփումները շարունակվում է եւ Միացյալ Նահանգների նախագահն է ի վերջո աշխարհում խաղաղություն հաստատելու այս լոզունգի վրա եկել իշխանության։ Բայց դուք տեսնում եք Ուկրաինայի եւ Ռուսաստանի միջև Ուկրաինայի դեպքը Ուկրաինան բնավ Ադրբեջանը Ռուսաստանի դաշնություն չէ, Ուկրաինա չէ եւ այս տարածաշրջանում Միացյալ Նահանգների ոչ էլ Եվրոմիություն է, այս տարածաշրջանում այո միանշանակ Միացյալ Նահանգները կարող է ազդել Ադրբեջանի վրա։ Կուզենա ազդել, այլ հարց է, շահերը կհամընկնեն, պատճառը, պարոն Մկրտչյան, կա 1-2-3 պատճառ, որ ԱՄՆ այս վարչակազմը մեր պատկերացրած ճնշումը պետք է գործադրի Ադրբեջանի վրա, որին պարոն Վարդանյանն ասում է Ադրբեջան մի կոչեք եւ այլն, որպեսզի Հայաստանի հետ գա համաձայնության, իսկ որ ԱՄՆ կարող է ճնշումներ գործադրել, 2 օր առաջ աշխարհը խառնվել էր տարիֆային պատերազմի արդյունքում, կարող է, բայց ես չգիտեմ ինչու մեր աչքերն են գեղեցիկ, միգուցե գեղեցիկ են։ Միջին միջանցք այդ նախաձեռնությունը իրականություն դարձնելն է, որ ունի հետաքրքրվածություն տարածաշրջանում եւ Հայաստանը այստեղ առանցքային դեր է կատարում, եւ երկրորդը Հայաստանի Հանրապետությունը եւս պետք է առաջարկներով հանդես գա այստեղ Միացյալ Նահանգներին, հատկապես Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփին, այ օրինակ մետաղական հանքերի, այո, ընդերքը ինչու ոչ, որովհետև այսօր պետքա ճկուն լինես եւ այսօր պետքա աշխարհում կարողանաս տնտեսական հարցը, չէ, Իսրայելից ոչ մի տնտեսական բան չկա, բայց ատամներով պահում է։ Դեմ չեմ, մենք այդ աստիճանի չենք ասել, պարոն Վարդանյան, մենք մի իրավիճակ ունենք, չէ, Իսրայելը տնտեսապես ինչով է հետաքրքիր։ Իսրայելի ես հասկանում եմ լոբիստները պահում են, ասենք, ես դա հասկանում եմ։ Լոբիստը Տրամպի ընտանիքն է ինչ տարբեր բաներ են դրանք։ Պահել ասեմ, մենակ տնտեսական է։ Մենք ի վերջո մոռանում ենք, որ Հայաստանի Հանրապետությունը շարունակում է դեռևս հապկում սառեցված կարգավիճակ ունենալ։ Հայաստանի Հանրապետության վարչապետը դեռևս պատրաստվում է մայիսի 9-ին գնալ եւ այդ Պուտինի կողքին, միջազգային իզգոյի կողքին այդ պարադին մասնակցել։ Հայաստանի Հանրապետությունը շարունակում է ԵԱՏՄ անդամ մնալ, դե այս բայց դա Թրամփը խնդիր համարում է բանը լինելուց է, էլի, ունես չի որ մենք ուժեղենք ու գետի անում։ Սա խնդիր է։ Որոնումների մեջ եթե մենք այս կառույցների անդամ ենք շարունակում մնալ, եթե 97 թվականի փոխօգնության պայմանագիրը շարունակում ենք պահել, չվերանայել, չվերաիմաստավորել, ինչու ոչ։ Տիկին Սամսոնյան, ինչու ոչ։ Ռուսական կառույցներից դուրս գանք, նաև կարող են գրավիչ գործընկեր դառնալ ԱՄՆ-ից վարչակազմի համար, որոշակի պարոն Մկրտչյանը թվարկեց նաև տնտեսական դիվիդենդներ, առաջարկել, որոշներն էլ կարող են իհարկե այդտեղ ավելացնել, եւ Թրամփը կճնշի Բաքվին ու խաղաղության համաձայնագիրը միգուցե ստորագրվի։ Ոչ մեկ այս պահին ճնշում չի գործադրում Բաքվի վրա խաղաղություն համաձայնագիր ստորագրելու համար եւ ոչ մեկ ապագայի խոսում, չի ասում հիմա այնպես։ Կապ չունի, հիմա թե ապագայում ես այս պահին որևէ փաստ եւ հեռանկար չեմ տեսնում այդ առումով եւ վերջերս Թրամփը կարծեմ 3 հայտարարություններ, այո, որ ես անհամբեր սպասում եմ Ադրբեջանին, Չէ, ասել էր ես անհամբեր սպասում եմ խաղաղության պայմանագրի ստորագրմանը եւ Հայաստանում մի ուռա էր բարձրացրել այդ առումով, որ ահա Ամերիկան ճնշում է գործադրում Ադրբեջանի վրա
Բայց ես կարծում եմ, եթե այդ պահին միկրոֆոնը Տրամպին մոտեցնեին եւ հարցնեին, արդյոք դուք ուզում եք Ռուանդայի եւ Կոնգոյի միջև խաղաղություն, Տրամպը նույն արտահայտությունն էր անելու եւ ասելու էր ես անհամբեր սպասում եմ դրան, որովհետեւ Տրամպի վարչակազմի լոզունգն է խաղաղությունը եւ իրենք պետք եկած, պետք չեկած տեղում դա ասելու են, խոսելու են, բայց դա չի նշանակում, որ գործադրվում են ջանքեր որևէ երկրում կամ որևէ երկրի վրա խաղաղության պայմանագիր ստորագրելու Իսկ շահագրգռող մեթոդները, որ առաջարկվեցին, դրանք չեն աջակցի, որ Թրամփը ճնշի օդեր։ Հայաստանը փոքր երկիր է, որպեսզի Ամերիկայի Միացյալ Նահանգներին տնտեսապես հետաքրքրի։ Ամերիկայի Միացյալ Նահանգները միշտ փնտրում է աշխարհակական ստրատեգիական շահեր։ Տնտեսական շահերը կարող են դրա մի մասը լինել։ Այս պահին Ամերիկայի Միացյալ Նահանգները այս տարածաշրջանում ունի ստրատեգիական շահեր։ Ստրատեգիական շահերը պայմանավորված են միայն հակառուսականության եւ հակաիրանականության հետ։ Պետք է սա լավ հասկանանք։ Վարչակազմն է հակառուսական տրամադրված։ Որքան էլ որ այո, հիմա բանակցեն Ուկրաինայի շուրջ խաղաղության համար, դա չի նշանակում, որ աշխարհի այլ տեղերում, որտեղ բախվում են արևմտյան, ամերիկյան կամ ռուսական շահերը, այդտեղ եւս այդ շահերը պետք է համադրվեն։ Դե պարոն Մկրտչյանի բանաձևը կարող է գործել, հապկից ենք դուրս գալիս ԵՏՄ-ից, ԱՊՀ-ից, ռուսական կառույցներին հրաժարական ենք տալիս, սկսում ինտեգրվել արևմտյան կառույցները եւ դառնում նրանց մի մաս։ Շատ լավ, թող Եվրամիությունը եւ Ամերիկայի Միացյալ Նահանգները խոստան, որ մենք կլինենք ՆԱՏՕ-ի անդամ առնվազն առաջիկա տարում 2026 թվականին։ Մենք կորոշենք դուրս գալ հապկից, ԵԱՏՄ-ից, ամեն ինչ ունի իր գինը։ Քաղաքականությունը արկածախնդրություն չի, բոլոր նրանք, ովքեր քաղաքականությունը խառնում են արկածախնդրության հետ, տեղի է ունենում այն, ինչ տեղի է ունեցել հիմա Հայաստանի հետ։ Այդ իսկ պատճառով ամեն ինչ ունի իր գինը, ինչ ենք ստանում մենք, ինչի դիմաց։ Եթե մենք մտածում ենք, որ մենք այսօր հապկից դուրս եկանք, ԵԱՏՄ-ից դուրս եկանք, վաղը մեզ ընդունելու են Եվրամիություն, ՆԱՏՕ կամ, մենք չարաչար սխալվում ենք։ Բայց ոչ մեկ այնտեղ չի հրավիրել եւ առաջիկայում նպատակ էլ չկա հրավիրելու։ Բայց դուք չասեցիք այդ դեպքում ուժեղ միջնորդը ով է։ Ուժեղ միջնորդը, տեսեք, երբ մենք ասում ենք ցանկալի է որ լինի Ռուսաստանը կամ Ամերիկայի Միացյալ Նահանգները, չի նշանակում, որ ես տեսնում եմ ռեալ, որ նրանք կարող են լինել։ Ցանկությունը ռեալ պոլիտիկի հետ եկեք չխառնենք։ Ուժեղ միջնորդ կարող է լինել նա, ով զսպանակներ կարող է կիրառել եւ Ադրբեջանի եւ Թուրքիայի նկատմամբ։ Ադրբեջանի եւ Թուրքիայի նկատմամբ զսպանակներ կիրառող երկիրը այս տարածաշրջանում պետք է ունենա ազդեցություն կամ փորձի վերականգնել իր ազդեցությունը։ Նոր խոսք գնաց հեգեմոնության մասին, ես ուզում եմ ասել, որ մի քանի հեգեմոններ Հայաստանում չկան, կան մի քանի հեգեմոնության մի քանի տեխնացուներ։ Եվ դա պետք չի դրական իմաստով շեշտել, որովհետև երբ որ քո փոքր երկրում կան հեգեմոնության մի քանի տեխնացուներ, ընդ որում պարզ չի այդ տեխնացուները քեզ ինչ են խոստանում կամ ինչ կարող են տալ, քո երկիրը դառնում է աշխարհաքաղաքական խաղերի, բախումների կիզակետ ու դրանից դու միայն տուժելու ես։ Շնորհակալ եմ, պարոն Մկրտչյան, կարճ արձագանք, հետո պարոն Բլեյան։ Հակաիրանականության մասին է խոսք գնում, հենց այս պահին տեղի է ունենում զորավարժություն Հայաստանի Հանրապետության զինված ուժերի եւ Իրանի Իսլամական Հանրապետության զինված ուժերի համատեղ զորավարժություն է տեղի ունենում եւ սա ըմբռնումով է նաեւ ընկալվում Արևմուտքում ըմբռնումով են մոտենում սրան եւ Արևմուտքում բնավել Հայաստանի Հանրապետության այո պատժամիջոցներ չի կիրառել։ Տիկին Սամսոնյան, դուք 2020 թվականի սեպտեմբեր 27-ին եղել եք ազգային ժողովի падգամավոր։ Դուք խոսում եք արկածախնդրությունից։ Արկածախնդիր եք արդյոք դուք, երբ որ վարչապետ Փաշինյանը հայտարարում էր, որ հենց հիմա հնարավոր է պատերազմը կանգնեցնել։ Ու դուք գիտեք դրա գինը որն է։ Դուք ինչ եք ասել։ Գնացեք միայն առաջ։ Նոր պատերազմ, նոր տարածքներ ինչու ոչ, այս օրակարգի սպասարկողն եք եղել։ Մենք նման բան չենք ասել, մի խեղացուր եք դա, մի խեղացուր։ Հիմա ձեր ելույթը ցիտեք կամ ձեր խմբակցության առաջնորդի ելույթը ցիտեք։ Մի բան ցիտեք ու հակառակն ինձ համոզեք։ Գիտեն թե ինչ է տեղի ունեցել։ Այն որ իշխանությունը եկել էր եւ փորձում էր այդ ամեն ինչը գցեր ընդդիմության գրպանը։ Ներողություն, Ադրբեջանը հարձակվել էր Լեռնային Ղարաբաղի վրա եւ իշխանությունը եկել ասում էր հարձակվել է Լեռնային Ղարաբաղի վրա, գինը գիտեք։ Դուք որպես իշխանության ռոպագանդիստ գնացեք Նիկոլ Փաշինյանին ասեք,
թե ինչու ինքը անկեղծ բառերն ընտրելու մեջ խնդրում եմ զգուշ եղեք, թե ինչու ինքը անկեղծ չի ասել, թե ինչ է տեղի ունենալու երկրի հետ։ Բաժակներին Ես ձեր հետ վիճելու կարիք չունեմ, ինձ մի քննարկաշեք։ Արկածախնդրությունից եք խոսում։ Ինձ մի ներքաշեք ձեր առաջ այդ հարցը դրվել է, ռազմաքաղաքական ղեկավարությունն եկել է, ներկայացրել է իրավիճակը։ Դուք ասել եք գնա առաջ։ Արդյունքը եղել է 5000 տղաների զոհելը։ Չգորակ, խնդրում եմ կարգի բերեք մեր։ Պարոն Բլեյանի լսենք, նա ցածր ձայնով է։ Որպեսզի ձայնը չբարձրացնի ինձ վրա, ես ձեզ դա թույլ չեմ տա։ Ձեզ կոռեկտ պահեք։ Արկածախնդրությունից եք խոսում։ Ես խնդրում եմ այդ արկածախնդրություն բառը օգտագործելիս ուղղակի դուք ձեր հիշողությունը հետ տաք 2020 թվականի սեպտեմբեր 27-ի ազգային ժողովի նիստ վերադառնաք այդ դահլիճ ու հիշեք ինչ հայտարարություններ եք արել։ Շնորհակալություն արձագանքի համար։ Ընդհանրեն, այո։ Պարոն Բլեյան, փնտրտուք է այստեղ մինչ այս բարձր տոնով խոսակցությունը միջնորդի, ուժեղ միջնորդի, Տիկին Սամսոնյանն ասում է ցանկություն կա, այո, հզոր միջնորդներ, ռեսուրսներով, ճնշելու ռեսուրսներով կան, թվարկվեցին Միացյալ Նահանգները, Ռուսաստանը, բայց կասկածները խիստ են, որ կամենան նման ջանքեր կգործադրի, ասենք թվարկեք մեկ պատճառ Թրամփը ինչու պետք է իր հարաբերությունները փչացնի Ադրբեջանի հետ, մեկ պատճառ, տեսեք, ես չեմ ասում 1 2 3 4 5 6 10 տիպ չասնի, չեք դուք ճնշումային քաղաքական։ Ասեմ, Ադրբեջանը Իլհամ Ալիևը դեռ միջև նախագահ Թրամփի հունվարի 10-ին արդեն նախագահության այդ նախագահությունը ստանձնել է, խոսում էր, որ նա ձգտում է, որպեսզի ռազմավարական գործընկեր դառնա Միացյալ Նահանգների։ Գիտեք ինչքան բաներից է խոսել, պարոն։ Չէ, բայց ինչի համար եմ դա ասում։ Եթե Միացյալ մեկ օրում ռուս-ուկրաինական պատերազմն էր կանգնելու, ուղղակի հետո ասես դե հիմա կատակ է։ Չէ, ես ասում Ադրբեջանն էր խոսում։ Հետո 6 Ինչի մասն է խոսում։ Չէ, ես ասում եմ, որ Իլհամ Ալիևն էր ասում, որ նա ձգտում է Միացյալ Նահանգների հետ դառնա ռազմավարական գործընկերներ, նամանավանդ երբ մենք ստորագրեցինք ռազմավարական համագործակցության խարտիան, եթե Միացյալ Նահանգների նախագահը որպեսզի նա ուզում է այդ խաղաղության մեսսիան իր կրի, չէ, մենք հասկանում ենք, որ ռուս-ուկրաինական պատերազմում շատ դժվար է գալ այդ համաձայնության, գուցե այդպես էլ չգան այդ համաձայնության, բայց այս տարածաշրջանում շատ ավելի քիչ ռեսուրս կպահանջվի, որպեսզի Հայաստանին եւ Ադրբեջանին բերել կարգավորման շուրջ, նամանավանդ երբ մենք տեսնում ենք, որ այսինքն Թրամփ ճնշիր Հայաստանին, հասկանում ենք, չէ՞, սա ինչու է ասում։ Դե մենք պետք է աշխատենք այնպիսի ուղղությամբ, որ Միացյալ Նահանգների հետ բերենք այնպիսի մի համաձայնության, որը ճնշումը լինի Ադրբեջանի վրա։ Այ ինչ առաջարկել։ Դուք մի քանի օր առաջ Բաքվում Միացյալ Նահանգների դեսպանատունը, ոչ թե Երևանում Միացյալ Նահանգների դեսպանը, այլ Բաքվում Միացյալ Նահանգների դեսպանը հայտարարություն էր տարածել եւ ասում էր, որ նախագահ Թրամփն անհամբեր սպասում է, երբ պետք է ստորագրվի։ Հետևաբար այդ ստորագրությունը կարող է լինի Վաշինգտոնում, այս ստորագրությունը կարող են հետևել մի մեծ գործարք, ինչպես Թրամփն է սիրում խոսել, հա, big deal։ Մի մեծ գործարք կնքեն եւ այստեղ տնտեսական հարաբերություններ կարգավորվեն։ Լավ, ես մի բան էլի կներեք, որ շատ եմ ընդհատում։ Ադրբեջանը կարող է մի քանի դեպքում հրաժարվել այդ սահմանադրություն փոխելու կամ այդ պահանջներից, այդ պահանջների ցանկը շատ մեծ է օրեցօր այսպես լայնանում եղանում է, հա։ Մի փոքր ուղերձ։ Բայց ինչ շահ դա սահմանադրությունների փոփոխության, սահմանադրության փոփոխության հարցը պետքա կոնտր պահանջ դրվի Ադրբեջանի առաջ։ Ներողություն, Ադրբեջանի սահմանադրության մեջ էլ ավելի շատ են տարածքային պահանջները։ Շնորհակալ եմ, դրան կանդրադառնանք, պարոն Մկրտչյան, բայց տեսեք, Ադրբեջանը եթե ստանա մի շահ, մեծ շահ, այսինքն այս համաձայնագրի ստորագրումից հետո ստանա ինչ-որ բան, իր նշանակություն բարձրանա, Ալիևի դինաստիայի հարատևության երաշխիքներ տրվեն, չգիտեմ, տնտեսական մեծ շահ, ինքը կարող է ստորագրել, հա, բայց ես չգիտեմ, ԱՄՆ-ն ինչու պետք է Ադրբեջանի ինչ-որ բան տա, որ Հայաստանի հետ կնքի խաղաղության համաձայնագիր։ Որովհետև նա ուզում է խաղարարի մեսսիայով հանդես գալ, որովհետև նա չի կարողանում բերել համաձայն խաղաղություն Ուկրաինայում, չի կարողանում սանձել Ռուսաստանի կամ չի ցանկանում դեռ։ Այդ առումով Հայաստանը ավելի անհեռանկար է։ Այսինքն ինքը չի մտնի անհեռանկար գործի մեջ։ Չէ, այդ առումով հակառակը շատ ավելի քիչ ռեսուրս կպահանջվի, որպեսզի այստեղ խաղաղություն բերել։ Իսկ երբ ասում ենք, թե Միացյալ Նահանգները հետաքրքրված է այստեղ հակառուսականությամբ կամ այլ երկրներ, ես ուզում եմ հասկանամ իսկ ինչ կա դրա մեջ։ Եթե Հայաստանի շահերից է բխում Հայաստանում հակառուսականություն կամ տարածաշրջանում Ռուսաստանի մինիմիզացիան, մենք ինչից ենք նեղվում։
Եթե իրենք հետաքրքրված են որպեսզի Հայաստանի շահերի շիփում Հայաստանում հակա որևէ բանիզմ է։ Եթե իրենք դա պետք է մենք հասկանանք, թե չէ։ Եթե Ռուսաստանի Դաշնությունը համարվում է Հայաստանի Հանրապետության ոչ թե ռազմավարական դաշնակիցը, այլ ռազմավարական հակառակորդը, ապա ինչու մենք պետք է վախենք կամ անհանգստանանք, որ Միացյալ Նահանգները հետաքրքրված է տարածաշրջանից համաձայն ենք հակառուսական բան դառնալ, բայց դա ոնց է վաճառում ոնց է վաճառում իհարկե շահում ռուսական բաստիոն դառնալով չէ շահում է որպեսզի Ռուսաստանի Դաշնությունը օրհնվի այն սահաթը եւ ռուսական սապոգը կալոշը Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս գա օրհնվի են սահաթը, երբ հայ-ադրբեջանական սահմանը ապառուսականացվեց։ Օրհնված լինեն սահաթը, երբ Զվարթնոց օդանավակայանը ապառուսականացվեց։ Ձեր բանաստեղծական բանը շատ Եվ այսպես կարող եմ շարունակել։ Օրհնվի են սահաթը, երբ պետք է ոնց եք վաճառում եթե դուրս գա, գիտեք ինչքան հայկական զորքապետ պահել այդտեղ։ Գիտեք։ Չէ, գիտեք։ Մի հատ հարց տամ։ Տարածքը հաշվի առնելով ռելիեֆը բան։ Պահել ինչ է պահել։ Այսինքն այսօր ռուսական բանակը ասել, որ պահում է Թուրքիային Գյումրին գրավելու։ Չէ, եկեք մի բան հասկանանք, ինքը այս պահին պահում է իր շահերը։ Ինքը ոչ մի Գյումրի չի պահում, ինքը պահում է իր շահերը։ Բայց եթե ինքը ստեղից հեռանա, ինչքան զինված ուժեր է պետք ավել ունենալ, գիտեք։ Այդ ուղղությամբ մենք պետք է 15-ից 20000 հոգի շարքում եւ 20-ից 30000 պատրաստված ռեզերվ։ Երբ մենք կարողանանք 50000 մարդ պիտի ավել պատրաստես, ավել սպառազինես, որից 15-ը կամ 20000 հոգին այդ պահին աշխատավարձ ստանան։ Մենք դա ձգելու ենք։ Մենք պետք է գնանք այդ ուղղությամբ։ Չէ, պետք է գնանք, բայց մինչև ռազմաբազա, ես չեմ ասում հենց այսօր հանում ենք։ Եկեք մի բան հասկանանք, էլի։ Ես չեմ ասում հենց այսօր հանում ենք։ Մեկ որոշ անգրագետներ չգիտակցելով, որ ասենք ռուսական վերջավորություն ազգանունը չի նշանակում, ասենք ռուսաֆիլություն, ես вообще մենակ թամարաֆիլ եմ, էլի կնոջ սահանը թամար։ Ուրեմն ես երբ որ ասում եմ մենք չպատրաստված ոնց կարանք ասենք ռուսների դուրս գալը, որտեվ ես հիշում եմ ռուսը ինձ ոնց էր ծեծում 91 թվականին կալցո օպերացիայի վաղ, երբ որ մենք սկսեցինք այդտեղ հակառուսականությունը ինչ որտեղ առաջ տանել։ Եվ 92-ին Շահումյանը հանձնելուց ասեք ոնց եմ ես կորուստ ունեցել այդ ժամանակ ջոկատով։ Ես դա հիշում եմ, որպեսզի ասենք դու կարնաս կոմպենսացնես ինչ որ ուժ ստեղից հեռացնելով, որը քիչ թե շատ ներկա է, զսպաշապիկ չի, բայց ինչ որ թել է։ Դու դրա փոխարեն պետք է մի հատ թոք ունենաս այդտեղ։ Աղբյուր ջան, եկեք մի բան սարքենք, հետո նոր խոսանք, էլի։ Հիմա մենք հակառուսականությունը, երբ որ ասում ենք, բանը Էրնեք թե ստեղից այս պահից ռուսը հեռանա եւ այլն, հա։ Նույնիսկ չի որ ես դեմ եմ, բայց եկեք մի հատ բան հասկանանք, եթե այդ իմ ասած 50000 հոգին Շիրակի դաշտավայրը, այդ թվում նաեւ ասենք Վրաստանի սահմանից մինչեւ Արարատյան դաշտավայր, դու չունենաս այդտեղ, ընդհանրապես դրա մասին խոսալ պետք չի, որովհետեւ մենք շանս ենք տալի, մենք ոչ մի հակառուսական գործողություն չէինք արել 91 թվականին։ Կալցո օպերացիան, որը նախատեսել էին, պլանավորել էին հայկական բնակչությունը պահելու, շուռ տվեցին հայերի դեմ։ Պարոն Բլեյան, կարող եք շարունակել, հետո անցնենք պարոն Խաչատրյան, հետո պարոն վտանգավոր են իրանք, եկեք մի հատ անենք, հետո խոսանք։ Մենք անում ենք, անելուց հետո։ Մենք անում ենք, մենք պատրաստ եղանք, երբ մենք պատրաստ եղանք Զվարթնոց օդանավակայանից իրենց դուրս հանել, մենք դուրս հանեցինք։ Երբ մենք պատրաստ եղանք իրենց հանել հայ-ադրբեջանական սահմանից, մենք իրենց դուրս հանեցինք։ Երբ մենք պատրաստ եղանք, մենք սկսեցինք արդեն համատեղ մեր ու Բաքվի հանրապետության սահմանի վրա մենք պատրաստ ենք ռուսներին հեռացնել։ Հա, բայց այդ պահին մենք զինվորներ ունենք կանգնած, մենք սահմանապահներ չունենք այնտեղ կանգնած։ Սահմանապահները կանգնած են այդ Իրանցի սահմանում։ Մի բան հասկանանք, էլի։ Այսինքն մենք հասկանում ենք, որ դա թուրքերի սահմանի վրա Բաքվի հանրապետությունում զսպաշապիկ չկա թուրքերին վրա, բայց կա մի հատ թել դիտորդները եվրոպական, մի հատ թել ռուսները, մի հատ թել պարսիկը այնտեղ հնարավոր է միջամտի, չէ թել են, ոչ մեկ թելը հիմա թե դու այդ թելով քո ոտերն ես կապում, թե զսպում ես, ասենք հակառակորդին, դա ուրիշ խնդիր է։ Այդ թելերից արիչքը հեռանանք, էլի, ոչ մի ձևով գարանտիա չունես, որ դու ասենք ոչ երկիր ամրոց ես արել այդ ուղղության վրա։ Քո կրակակետերը միջև որս պատրաստ չեն, արդեն ռուսներին հեռացրել ես ու խոսք է գնում Եվրոմիության, ասենք, դες դիտորդներին արդեն հեռացնել, որտեվ կարող է վաղը թուղթը ստորագրեց, ասում է օտար բան բոլոր ուժերին հեռացնենք։ Մի հատ էլ եվրոդիտորդները չեն հեռանա սահմանից, իրենք մի փոքր այս կողմ կգան, մի այլ կարգավիճակ կստանան եւ իրանք կշարունակեն գործել Հայաստանի Հանրապետությունում։ Պարոն Զորովսկից կգան Գորիս։ Բանը, երբ որ բանը
Կիրանցում մի րոպե թույլ կտակ վերջացնեմ։ Ժամանակակարդ ծաղրում են Եվրամիության դիտորդներին, իսկ այս ժամանակ ասում են վայ հանկարծ ոչ չանեք, իհարկե դա sense մի բան կա, էլի։ Կիրանցում, երբ որ մարդիկ անհանգիստ էին, ես հանգիստ էի։ Ինչի համար Կիրանցի հետ կապված, ասենք, այդ Խերմլու գյուղը, որի ազատագրմանը ես մասնակցել եմ, Բարխուդար լունել եմ, հիմա հանգիստ, որովհետև ասենք, գիտեմ այնտեղ ինչ է արվում։ Մինչև անելը հետ տալը, ինչ-որ բան արխայնանալը, օրինակ ռուսները հիմա որ հեռացել են Բաղանիս ուղղության վրից, ոսկե բարի այդ կազարմեն որ կան, դե մենակ պահակներ են, հիմա հետ էլ չկան։ Ես արխային եմ, որտեղ այնտեղ հսկայական աշխատանք ա տարել, թե պաշտպանության նախարարությունը, այս է դեմ ասում։ Ես չեմ ասում վաղը գնացինք հանեցին։ Թե հասարակությունը, այդ թվում նաև ասենք մեր կազմակերպությունը, ոման այնտեղ գմբեթները շարած չլներ, ես հանգիստ չէի ելնի։ Եկեք այդ շարենք այդ գմբեթները, պայմանական գմբեթներ, էլի ամեն ինչ չի գմբեթ կոչվում։ Հետո նոր ասենք ախպեր հեռացի։ Շնորհակալ եմ պարոն Վարդան, Ռուսաստանի թե ռազմական, թե իրենց փափուկ ուժը պետք է դուրս բերվի Հայաստանի Հանրապետությունից։ Ոչ մի Մարգարիտա Սիմոնյան, ոչ մի իրեն սատարող, իրեն սատելիտ այդ կուսակցություններ, քաղաքական դեպքեր պետք է դուրս բերվեն։ Համաձայնվեք ձեզ հետ, մենք պետք է ներքին դիմակայունություն ցուցաբերենք։ Երբ ասենք մեր փողոցներում ազատ քայլում են Միկա Բադալյանները, դա հետաքրքիր է, համաձայնագիր իրականացման մասին ենք խոսում։ օգնեց Շահումյան։ Եկեք անմեղության կանխաբարկած արգելք նախ մենք նոր ենք Հայաստան Հանրապետություն դարձել, մենք նոր երկիր էինք, կարող են բոլորը այնքան նոր հարցեր կային։ Ռուսները հարձակվեցին մենակ դրա պատճառով։ Փառքաստո մենք չունենք Ռուսաստանից սահման։ Եկեք Ռուսաստանի ներկայության մասին բան։ Մենք այդքան խոսում ենք, այդքան խոսքը Հայաստան-Ադրբեջան process-ում, հա, ձեր խոսքը Գարսենյանից, որ պետք է ռուսներին հանենք, որ օրինակ արևմուտքը տեսնի, որ մենք դիրքավորվում ենք այդպիսին, եւ արևմուտքը պետք է տեսնի, որ մենք ունակ ենք ինքնիշխան քայլեր կատարելու։ Եվ աջակցի խաղացան համաձայնագրի։ Երբ մենք հապկում մեր մասնակցությունը սառեցնում ենք, բայց դե յուրե դուրս չեն գալիս, հարցեր են առաջանում։ Տեսեք, մենք մեզ վախեցնում են հապկից դուրս գալով, չէ՞, բայց մենք մեր մասնակցությունը սառեցրեցինք եւ ի վերջո սկսեցինք արդեն ռազմական համագործակցություն։ Մի հատ կոնկրետ հարցի կարող պատասխանեք։ Կներեք, այդ կոնկրետ հարց տամ, էլի։ Այդպես խոսալու վերջը կոնկրետ հարցն է։ Այժմ ես վախեցնում։ Մեկ անվտանգության համակարգից դուրս գալով մուտք գործած չի մի րոպե սպասեք համակարգ չի, անվտանգության համակարգ չի։ Ձևական համակարգից դուրս գալով ինչպիսին հապկն է։ Դա սպասեք հարցը լսեք մինչև վերջ, հետո պատասխանեք, որտեղ չի։ Համեցեք։ Ձևական անվտանգության համակարգից դուրս գալով մտած չլնելով մեկ ուրիշ անվտանգության համակարգի մեջ դուք հայտնվելու եք ամենածանր ու անպաշտպան վիճակում, թե ոչ։ Մի հատ հարց տամ։ Չմի ձեր հարցին ես պատասխանում եմ ձեր հարցին։ Կոնկրետ ՆԱՏՕ-ի անդամ է ուզում դառնալ։ Իրանք արդեն վաղուց այդ գնացել են այդ թողուզեն։ Հիմա ես հարց եմ տալիս։ Հիմա դուք հապկն ամորսում ես պաշտպանում է։ Ուրեմն եթե դուք հապկը մեզ այսօր պաշտպանում է։ Ես տեսել եմ այդ պաշտպանել է, դուք հա որ չեք տեսել։ Հապկը մեզ այսօր պաշտպանում է։ Այն պաշտպանում ժամանակ, երբ որ մենք, այսենք, գտնվում էինք համապատասխան ռեժիմի մեջ, իրանց հետ հարաբերությունների հետաքրքիր կառույց էլի մնենք հապկում հապկը մեզ չպաշտպանի բայց եթե հանկարծ հապկից դուրս գանք հապկը մեզ կպատժի ավա դες չէր էլի այդ երբ որ մենք ասում ենք այդ ամեն ինչի հիմքում ուրիշ բաներ են ընկած բայց ես ցանկանում եմ սկսել առաջի հերթին Պարոն Խաչատրյան ուզում եմ բոլորին հիշեցնել որ Հայաստան-Ադրբեջան խաղացան կամ պատերազմի մասին է մեր քննարկումը ոչ թե հապկի կամ ռուսների չէ բայց այդ չի նշանակում որ մեր ընկերների ասենք որոնց բոլորին շատ հարգում եմ ինքը կապվածություն եթե դե ուրեմն գնացինք խնդրեմ գնացինք հա սկսեմ նրանից որ ամենաանմեղն է ազգ բանակ երբ որ մենք ասում ենք դա սկսվում է գերմանական այն պոստուլատից որ մենք բանակ ենք որը ունի պետություն բանակ ենք որը ունի պետություն բայց դա չբերեց առանձնակի մի բանի երկու համաշխարհային պատերազմներում էլ պարտվեց Գերմանիան ազգ բանակ երբ որ նրանք հաղթեցին 70 թվին Բիսմարկը հայտարարեց ոչ թե հաղթեց գերմանացի զինվորը ֆրանսիացիներին այլ հաղթեց դասատուն չի մենակ ասեց դասատուն եւ ծխական քահանան Այս երկուսին, այսինքն ինչի մասն է խոսքը, ազգ բանակ կարա գոյանա մենակ այն դեպքում, երբ որ այդպիսի ոգեղեն
առանց հնարավոր կլինի բարձրացնել եւ շիկացնել մինչեւ վերջ։ Այդ դեպքում ձեր ունեցած գիտելիքների դրսևորումը կարող է հանգեցնել նաեւ ազգ բանակին մոտիկ կարգավիճակի։ Այսքանով բավարարվեմ եւ անդրադառնանք գեոպոլիտիկ շահերի այս հարցում։ Գոյություն ունեցող ամենադրական փորձը Ավստրիայի անկախացումն է։ Նա շատ վաղուց չի եղել։ Դուք պետք է բանակցություններից խոսեք։ Չէ, հիմա խոսում ենք որ པարզ լինի 50-ական թվականներին Ավստրիան անկախացավ, ինչի արդյունքում։ Մի րոպե։ Սովետական բանակը մտած է, օկուպացիոն բանակը մտած է նաև արևմուտքի, Ավստրիան կանգնած է օկուպացված վիճակում։ Ինքը ասում է մենք չենք դիմադրում, ոչ մի բան չենք անում, բայց տարիներով տանում է բանակցություններ երկու կողմերի հետ, բերում է վերջնական կետերի, որ երկու կողմն էլ կկանգնեն գարանտիա կտան, այսինքն երաշխավորը կլինեն Ավստրիայի, եթե Ավստրիան իրան պահում է այսպես մանրամասն է, որից ոչ մի տառ այսօր մեր ու Ադրբեջանի միջև չի քննարկվում։ Այսինքն սա ամենադրական փորձն է, բայց մյուս կողմից հիմա գեոպոլիտիկ շահերը փոխվելու են մեր վրա, մեր դեպքում։ Եթե գեոպոլիտիկ շահերը այդ մարդկանց թելադրում են, որ Ադրբեջանը որպես այդպեսին, այո, իր ռազմավարական զարգացման դոկտրինայում, որը գլխավոր փաստաթղթերից մեկն է, կամայական պետության կետով գրած է, որ մենք ձգտում ենք դառնալ ՆԱՏՕ-ի անդամ։ Հաս չկա տեղ, այդ որևէ մեկը չի կարող վերանայել, որովհետև այսօր գրված անվիճելի կետ է։ Մյուսը, եթե մենք պատկերացնում ենք, որ մենք չենք կարող հենվել ոչ մեկի վրա, դա մենակ այն դեպքում է, որ մենք չենք պատկերացնում, թե ում շահերն են մեր հետ համապատասխանում։ Թվարկեք։ Ես արդեն ասեցի, որ եթե, տեսեք, շարունակում եմ ուղղակի այն ասածս ընդհանրապես։ Ավստրիա չգնաք խնդրում։ Չէ։ Եթե Իրան, Հնդկաստան, այդ նշանակում է շատ լուրջ ազդեցություն նաև Ռուսաստանի վրա։ Այսինքն Ռուսաստանի վրա առավել ազդեցություն ունեցողը իհարկե Միջին Ասիան է, որը ես համարում եմ սխալ։ Շատ սխալ, ես իրանց էլ ասել եմ եւ բոլոր հնարավոր հարթակներում, որ այդ Միջին Ասիան վերջը նորից կկործանի Ռուսաստանը, ճիշտ է, ոնց որ սովետական միությունը կործանի։ Ինչ պետք է անեն Ռուսաստանը, Իրանը եւ Հնդկաստանը։ Սահաթը թողնենք մի կողմ։ Ինչ պետք է անեն այդ երեք երկրները մեր համատեքստում, Պավել Խաչատրյան։ Ռուսաստանը երբեք չի ցանկանալու կուլ գնալ Չինաստանին, որը հսկա է տնտեսական։ Եվ նա կարող է կլանել Ռուսաստանը մեկից մեկ։ Եւ դա ինչ կապ ունի Հայաստան-Ադրբեջանի հետ, Պավել Խաչատրյան։ Ռուսաստանը այսօր աշխարհում ի՞նչ է տեղի ունենում։ Մենք ասում ենք Ամերիկան գազ տեղ մեզ կօգնի, Ամերիկան էս կային կան։ Ախր լսեք, գոյություն ունի Ալեն Դալեսի շատ ճշգրիտ խոսքը։ Երբ որ ասում են քեզ կարողանում են խաբել, նա ասում է մի խոսք, որը ես ուզում եմ որ բոլորս հիշենք։ Նա ասում է խաբում են միայն նրանց, ովքեր չգիտեն գոյություն ունեցող գործի առանցքային տենդենսները։ Եթե միտումները գործի ընթացքի գիտեն, նրանց ոչ մեկը չի կարող խաբել։ Հիմա Ամերիկան ուզում է Գրենլանդիան, ուզում է Կանադան, ինչի համար է ուզում։ Նախ որ աշխարհի ամենամեծ երկիրը դառնա, Ամերիկա, Կանադա մեծ է Ռուսաստանից անվիճելիորեն։ Գրենլանդիան է ուզում է Պանամայի ջրանցքը, այսինքն Make America Great Again։ Հարավային Կովկասն կարող է օգնել, Պավել Խաչատրյան։ Բայց մնացած ամեն ինչը իր համար հերրավոր զանգեր են։ Ինքը Ամերիկայի շահն է սպասարկելու եւ այս փուլում նրա ներքին պոտենցիալի բարձրացման խնդիրներով ազգավարելու։ Ամերիկայի միջամտությունը մեր կոնտեքստին ձեր կարծիքով ձեռնտո է Հայաստանին։ Ամերիկայի միջամտությունը ինչու կարա լինի մեր կոնտեքստին զորքում, երբ որ զորքը հանում է Եվրոպայից, որպեսզի մի ուրիշտեղ զսպաշապի փորձի հասնել Չինաստանին։ Ես զորքի անուն չտվեցի, ոչ էլ իդեպ զենքի։ Դիվանագիտական մասնակցություն եւ ճնշում Ադրբեջանի վրա կլինի դա։ Տնտեսականը արդեն հանձնել են Ադրբեջանին։ Ադրբեջանը ֆինանսավորվել է Եվրոպայի կոնսոլիդացված արևմուտքի կողմից, որովհետեւ այն ժամանակ, երբ որ նավթը թափած էր եւ նավթային տանկերները կանգնած էին ծովում ու ոչ միտեղ չէին կարողանում գնալ, որտեղ չէր ծախվում, մինուս գներով էին ծախում, այս մարդիկ պլյուս գներով Ադրբեջանից վերցնում էին։ Դա ստրատեգիական շահ էր դիտվում Միացյալ Արևմուտքի։ Հետևաբար Ռուսաստանի միջնորդությունը Պավել Խաչատրյան, այսքան բանը որ մենք թվարկեցինք, այրին Ղարաբաղից քշեցին։ Տեղի ունեցավ ծանրագույն Ադրբեջանը, ով քշեց Ադրբեջանը։ Չէ, եվրոպացիները ինչ սանկցիաներ են կիրառել այդ դեպքում։ Երբ որ բացահայտ գենոցիդի ոչ միայն դեպքեր, այլև ինքը հայազրկումը տարածքների կոչվում է գենոցիդ։ Միայն ռուսները սանկցիա կիրառեցին Ադրբեջանի նկատմամբ։
Ուրեմն ռուսներն էլ մեր դաշնակից ռուսները պարոն Խաչատրյան սանկցիա չկիրառեցին Ադրբեջանի նկատմամբ եւ դա այնքան էլ ճիշտ չէր, սխալ էր։ Անվիճելի։ Ես արձագանք եմ էլի։ Չէ, որովհետեւ Տիկին Սամսոնյանը դու ունես ստրատեգիական դաշնակից, ստրատեգիական դաշնակիցը կարող է ինչ-որտեղ դες դուր չի գալի նրա ղեկավարությունը, էսը, այնը դու ունես պարտ պատասխանատվություն որպես համաշխարհային խաղացող։ Պարոն Խաչատրյան, Ռուսաստանը հիմա դուք կարծում եք որ պետք է միջամտի միջնորդի դեր կատարի, ճիշտ եմ հասկանում։ Եվ Իրանի փոխադարձ համատեղ ճնշումը Ռուսաստանի վրա ըլնի, նա արմատապես կարող է փոխվել այս բոլոր հարցերում։ Նրանք պետք է ճնշեն Ռուսաստանի, որ գա Հայաստան, Ադրբեջան միջնորդություն։ Ռուսաստանին ճնշել այսօր հնարավոր չի։ Նա տնտեսապես շատ կայուն երկիր է դարձել։ Բայց ինչու պետք է Հնդկաստանը եւ Իրանը ճնշեն Ռուսաստանը։ Որովհետեւ իրենց աշխարհաքաղաքական շահերը կապված են Հայաստանի եւ ոչ թուրք-ադրբեջանական, այսպես ասած, տանդեմի հետ։ Այդ թող միանգամից թուրք-ադրբեջանական տանդեմին ճնշեն Հնդկաստանը։ Թուրք-ադրբեջանական տանդեմին Հնդկաստանը չի ճնշում։ Բոլորի հանդեպ Հնդկաստանը ունի իր ճնշումային մեխանիզմները։ Պարզ ասեմ, որ եթե անգամ մենակ մեխանիզմը այնա, որ պարտադրում է որ ռուպիով պետքա բերես սախես քո ապրանքը իմ մոտ, եւ այսքան էլ դնում եմ դրա վրա գին, այդ Հնդկաստանի ճնշումն է, որտեղ նա հսկայական մի կոնտինենտ է։ Աշխարհի ամենամեծ երկիրն է բնակչությամբ։ Հասկացանք, Տիկին Սամսոնյան, հետո պարոն Մկրտչյան։ Ինչի մասն է այդ խոսքը։ Տնտեսական անհույս վիճակ է, բան։ Հա, դուք միջամտեցիք։ Հա, օքեյ, լավ։ Տիկին Սամսոնյան խոսվեց, թվաց։ Հա, ես դա հաշվեցի, ճիշտ ասած։ Կան տարբեր, այսպես ձևաչափեր կամ առաջարկներ, հա, process-ը առաջ տանելու։ Պարոն Մկրտչյան, պարոն Խաչատրյան մեզ Ավստրիայի փորձին ծանոթացրեց եւ պնդեց, որ Հնդկաստանը եւ Իրանը կճնշեն Ռուսաստանը։ Ես կարծում եմ, որ հայ-ադրբեջանական բանակցությունների այս որակով մենք խաղաղության չենք հասնելու։ Պետք է փոխվի բանակցային մարտավարությունը եւ պետք է փոխվեն բանակցող սուբյեկտները, ասեմ ինչու, որովհետեւ խոսվեց Չինաստանի մասին, չինացիները ունեն հայտնի ռազմական քաղաքական մի ստրատեգիա, որ նույնիսկ եթե դու թույլ ես, դու չպիտի ցույց տաս, որ դու թույլ ես։ Դա կոչվում է բաց քաղաքի մարտավարություն, երբ որ դու թույլ ես ու քեզ ուզում են գրավեն, դու անհրաժեշտ միջոցներ չունես, ցույց տուր, որ դու դռները բացում ես եւ հակառակորդը կմտածի, որ դու այնքան ուժեղ ես, որ դու քո դռները բացել ես։ Բայց Հայաստանում ինչ են արել։ Հայաստանում իշխանությունը արդեն 5 տարի է խոսում է նրա մասին հրապարակային, որ այս ժողովուրդ, եթե մենք սա չզիջենք, կհարցակվեն մեզ վրա, որ մենք թույլ ենք։ Եվ այս քաղաքականությունը հանգեցրել է նրան, որ Ադրբեջանը ամեն անգամ գտնում է մեր թույլ օղակները մեզ սեղմելու համար։ Սա եղել է սխալ վարքոտ քաղաքականություն եւ սա մեծապես ազդել է բանակցային որակների վրա։ Այ, բայց 17 կետ ամեն դեպքում համաձայնեցվեց։ Դա 17 կետը համաձայնվեցվել է ինչի արդյունքում։ Նաև այդ 17 կետերը չի նշանակում, որ բխում են Հայաստանի շահերից, որ պետք է հանգեցնեն այդ թուղթը ստորագրելուն, դրանք չեն բխում Հայաստանի շահերից։ Խոսեց նաև երրորդ ուժերի բացառման մասին, որը շատ վտանգավոր կետ է, ել չխոսեմ մյուս կետերի մասին։ Էլ չասեմ, որ Ադրբեջանը, երբ որ հարցը հասնում է ինքնիշխանության, այդ ինքնիշխանությունը չգիտես ինչու Հայաստանում միշտ պաշտպանում են ռուսներից, բայց ինքնիշխանությունը չեն ուզում պաշտպանել ադրբեջանցիներից, ինքնիշխանությունը չեն ուզում պաշտպանել օրինակ Թուրքիայից, որ այսօր հայտարարում է, որ պետք է փոխեք ձեր սահմանադրությունը։ Այսինքն այստեղ խաբեություն կա, հա, մարդկանց, որ ասում են Զանգեզուրին հատուկ կարգավիճակ։ Ինքնիշխանությունը դա հավասար է հակառուսականության, այսինքն բոլորը կարող են գալ իրենց ոտքերը մաքրել մեզ վրա, բայց հենց ռուսներն են, ուրեմն վերջ, դա ինքնիշխանության հարցը։ Սա մեծագույն խաբեություն է, եւ այս իրավիճակում հասնել Ադրբեջանի հետ խաղաղությամբ, ես դա չեմ տեսնում։ Այսինքն ինչ է պետք։ Եկեք նաև երբ որ ժխտում եք ինչ-որ բան, նաև լուծումների դաշտում խոսենք։ Պետք է ցույց տալ, որ դու կարող ես քեզ պաշտպանել եւ հարկ եղած տեղը զինվել, այսինքն։ Մի հատ պետքա մենք Հայաստանը մի հատ պետքա ինչ որ դրվագային իրավիճակում հակամարտության ջարդ տա ադրբեջանցիներին։ Այլ ելք կներեք, բայց ես չեմ տեսնում։ Հիմա դուք կասեք Ես կարամ հիշացնեմ 20 թվական ամառ անցած տարի էր, ասենք զոդ
Դա չի օգնում։ Որտեվ թուրքը պետք է լինի անգրագետ, հետախուզություն չունենա, իսկ մեր մոտ այն երկիրն է, որ վխտում են հետախույզները օտարազգի, էլի ասում։ Դա կապված է նաև ժամանակի հետ։ 20 թվականին պարզ էր, որ մենք նոր էինք դուրս եկել պատերազմից եւ մեր ուժերը դեռ վերականգնված չէ։ Բայց երբ որ դու կատարում ես, ես 20 թվին ամառն եմ ասում։ Ամառը նկատի ունի։ Երբ որ մենք ջախջախի չարված տվեցին, Տաուշում, գեներալ Մասավկետ իրանցից։ Եկեք սա մենք չխառնենք ժամանակները, որովհետեւ Ադրբեջանը հստակ ուներ երկարաժամկետ գծված պլան, որ ինքը պետք է հարձակվի։ Եվ ինքը շատ լավ, այո, գիտեր մեր ուժերը։ Բայց հիմա, երբ որ մենք ցույց ենք տալիս, որ մենք թույլ ենք, մենք դրանով մեզ չենք օգնում։ Եվ դրանով մենք ոչ էլ հասնում ենք խաղաղության։ Մենք դրանով ընդհանրապես ստիպում ենք Ադրբեջանին ավելի շատ զիջումներ մեզանից կորզել եւ չստանալ այդ բաղձալի խաղաղության փաստաթուղթը։ Չենք ստանալու մեր։ Մենք այս մեր վախկոտ քաղաքականության պատճառով մենք այդ փաստաթուղթը չենք ստանալու։ Մենք պետք է մոռանանք։ Դրա համար այս իշխանությունները չեն հասնելու խաղաղության։ Առավել եւս կայուն խաղաղության։ Պետք է փոխվի բանակցողը իր ամբողջ դիվանագիտական կազմով։ Պարոն Վարդան, միշտ ձեր խոսելը պարոն Մկրտչյանը ուզում էր արձագանքել այդ ջարդ, երբ որ Ադրբեջանը վախենա Հայաստանից, այսինքն հրաժարվի ռազմական ճնշման քաղաքականությունից, հասկանա, որ պատերազմի սպառնալիքը այդքան էլ ձեռնտու չի, որովհետև ինքը մի անգամ գոնեցեց կերավ թեթև, միգուցե հակվի համաձայնագրությամբ։ Առնվազն Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարը պիտի լինի ադրբեջանական հատուկ գործակալ, երբ որ հարձակման դեպքում ադրբեջանցիների մռութը ջարդելու հրաման չտա։ Սա ֆիքս է։ Հակառակ պարագայում ես չեմ հասկանում ինչ եք առաջ։ Հրաման տալը եւ կազմակերպված ջարդ տալը դրանք տարբեր բաներ են։ Հատուկ օպերացիա իրականացնի։ Բայց դա տեղի չունենա։ Այդպես ոնց կարանք ասենք, ստեղից լսարանում ասենք այսպես։ Ոնց կստացվի։ Հիմա Նապոլեոնը գիտեր Ավստրալիցում ոնց պետք է ոնց կստացվի։ Եկավ իրավիճակը ստեղծվեց, ինքը լուծումը տվեց։ Եկեք պարոն Մկրտչյանի լսենք իր խոսքի հնարավորությունը։ 30 տարի էս ազգին կերակրեցինք տարածաշրջանի ամենամարտունակ բանակ եզրույթով, մենք ենք, այս տարածաշրջանում Իրանի Իսլամական Հանրապետություն չկար, այս տարածաշրջանում միլիարդավոր դոլարների Ռուսաստանից զենք ձեռք բերող Ադրբեջան չկար, այս տարածաշրջանում ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիա չկար, ստատուս քվոն էլ ամենամեծ հաղթանակն էր։ Հիմա կերակրում ենք ոչինչ խոշորագույն տեսաբանը մի այսպիսի խոսք ասա այդ մասին, որը խնդրում եմ որ բոլորս հիշենք։ Երբ որ քո երկրի ղեկավարը Ադրբեջանի նախագահի պատերազմի սպառնալիքը բերում է քո երկիր, կապիտալիզացնում է, փաթաթում է ժողովրդի վզին ու դրանով անընդհատ զիջումներ է անում, դա կոչվում է հայտարարել, որ ժողովուրդ ջան, մենք ունենք ոչնչացած բանակ, մենք ինքներս մեզ չենք կարող պաշտպանել եւ պետք է տանք սա, Տավուշյան սահմանազատման եւ սահմանագծման գործընթացը երևի թե ոչ միայն դա։ Ինչ, Զանգեզուրով միջանցք ըստ նոյեմբերի 9-ի փաստաթղթի, որ այդքան թմբկահարվում է, պահանջվում է իշխանությունը չի տալիս։ Ինչ է տվել, ինչ է որտեղ է տվել, որտեղ է զիջել։ Այդ պայմանագիրը вообще անեկդոտիկ ասա։ Այսինքն որ Ադրբեջանի բոլոր հարցերը, այսինքն որ Ադրբեջանի պահանջով սահմանադրությունն է փոխում, ոչ միտեղ չի զիջել։ Եկեք հասկանանք։ 2017 կետերում չի զիջել։ Տիկին Սամսոնյան 2018 թվականին, երբ որ իշխանության պրոպագանդիստը երկրում տեղի ունեցավ փոփոխություններ, Իդեպ դուք եք այդ իշխանության ներկայացուցիչների հետ նույն խմբակցությունը կիսում։ Ես խմբակցություն Քավլիցի։ Ելքը նկատել երևի։ Երբ որ 2018-ին փոփոխություններ տեղի ունեցավ, այդ ժամանակա հենց դրվել սահմանադրության փոփոխության հարցը եւ կներեք էլի Լեռնային Ղարաբաղը Մայր Հայաստանին միացնելու մասին կետ կա։ Անկախության հռչակագրի կետ կա, երազանք կա, փափակ կա, ցանկություն կա, թե ինչ կա։ Անկախության հռչակագիրը նախաբանից հանելնել էր 2018-ին։ Չէ, ներողություն, ես հարց տվեցի։ Լեռնային Ղարաբաղը Մայր Հայաստանին միացնելու կետը կա, չկա, թե ինչ է այդ առասարակ։ Երազանք կա, իղձա, ցանկություն է, սերունդներին կերակրելու համար է։ Ռուսաստանի Դաշնության հատուկ ծառայություններում գծված եւ այստեղ նետված թեզա։ Ոգեղեն առանցքը չկոտրելու շանսը։
Մեր հայ ժողովրդին ոգեղեն առանցքը դուք չկոտրելու շանսը։ Քնում զարթնում մենակ Ալիևին եք տեսնում։ Ինչ լավ է Դուք էլ Վլադիմիր Վլադիմիրովիչ Պուտինին։ Եկեք ես ձեզ հաշտեցնեմ, էլի։ Ես որպես խաղաղության աղավնի ասեմ ձեզ հաշտեցնեմ։ Տեսքից տես Նախ չի մի բան։ բան ասեմ։ Ուրեմն Անգլիայի գայսերությունը, երբ որ ծովերի տիրուհի լինելով Գերմանիայի հարցներ առաջացել Բելգիայի վրա հեսա կարծակվի թե չէ, շատ նորմալ է, երբ որ իշխող կուսակցությունը հավաքեց ուրեմն լեյբորիստներին ու ընդ չեմ հիշում եկելում ու իրանց կարծիքը հարցրեց, ոնց է Անգլիան մասնակցի եւ այլն, դա շատ նորմալ է, երբ որ բանը իշխող կուսակցությունը կանչում է ապոզիցիան ու իր կարծիքն է հարցնում։ Ապոզիցիան էլ է իշխանության մասը։ Իհարկե, դա շատ նորմալ է։ Ուզում եմ ասեմ, այն հարցը, երբ որ դուք ասենք, չգիտես, ասենք սրվեցիք, դա ես չհասկացա, որտեղ դա նորմ հասկացախնդրություն չէր դա։ Որովհետև հակառակորդին այդ ժամանակ կանգնացնելու միակ ձևը նորմալ, ասենք, հակահարված հասցնելն էր, բանակցելով, չգիտեմ, ընդեղից Մակրոնը, Պուտինը, Եսիմով, ընդեղ Մուդին, Եսիմիշ Մուդիներ ու մուդակներ, ասենք, որ բան անեն, դա չէր կայնացնի Թուրքին։ Թուրքը ռեալ խնդիր էր լուծում։ Պատի բոլոր հայրենիներին։ Կներեք, ես մի բան պետք է ասեմ։ Թույլ տվեք, էլի ձեր խաղաղություն մտցնեմ ձեր մեջ, էլի։ Եկեք էլի խաղաղություն փորձեմ մտցնեմ ձեր մեջ։ Տիկին Սամսոնը ձեզ արձագանքի ու շարունակի։ Ես համաձայն եմ, դա շատ լավ պրակտիկա է, երբ հարցը վերաբերում է երկրի անվտանգությանը, իշխանությունը եւ ընդդիմությունը կապ չունի ինչ հարաբերություն է, իրենք պետք է խոսեն։ Բայց այստեղ մի բայց կա, իշխանությունը այդպիսի դեպքերում միշտ պետք է անկեղծ լինի ընդդիմության հետ եւ անկեղծ ասի թե որ ինչումն է երկրի իրավիճակը, այլ ոչ թե այս իշխանության պես խափի, որ եթե վաղը մեր վրա հարձակվեն Հայաստանը, Արցախը Հայաստանը եւ մենք Չեմբերլենը անկեղծ էր, երբ որ ասեց խաղաղություն բերել ու intelligence service-ը հաստատ տվյալներ ուներ, որ բանը գերմանական արդեն երկրորդ համաշխարհայինից ուրեմն գերմանական նավատորմը այնքան ուժեղանում, որ պատրաստում է հսկայական քանակ դեսանտային նավեր, որ Անգլիա իջնի։ Ես չեմ կարծում, որ Չեմբերլենը այդքան արդար ու չեսնի էր, էլի, երբ որ օտանավից իջավ։ Միշտ ասում ես այն, ինչքան քեզ ձեռ է տալի։ Ինչքան քեզ ձեռ է տալիս, բայց ամբողջությամբ չես խախտում, ձերից ձեր, ամեն ինչը ստի վրա հիմնված չի։ Պարոն Նկարչյանը կարծեմ ասեց, որ բանը ընդ 5000 երիտասարդի կյանք, դա նորմալ է։ Եթե 5000 հոգի չի զոհվում, 100,000 հոգի ցեղասպանվում է։ Դա նորմալ պրակտիկա է համաշխարհային պատմության մեջ, ուրիշ բան, որ այս 5000-ը մի քիչ ավելի շատ մարզված լինեին, մի քիչ ասենք կոռուպցիոն բաների sense խաղեր քիչ ալներ, կարող է մի քիչ զոհված տղաներ լինեին, որոնք պաշտպանեցին իրենց մեջքի հետև եղած 120,000 Արցախահայությունը եւ ինչի՞ չէ նաեւ ասենք Զանգեզուրի մոտավորապես 140,000 հայությունը։ Ուզում եմ ասեմ, սա նորմալ է, մի նայեք դրան, որ զինվորը զոհվում է, դա կատաստրոֆա է։ Նորմալ է, երբ դա ընտանիքի համար կատաստրոֆա է, տարածքի համար է, իսկ երբ որ Արցախը մեր սուվերեն տարածքն է, քո առաջ դրվում է, որ Ակնան չի հարգելի Հայաստանի Հանրապետություն, Արցախը մեր սուվերեն տարածքն է, որը օկուպացված է այս պահին, ինքը մեր սուվերեն տարածքն է, որովհետև մենք Հայաստանի Հանրապետությունից բացի մեկ-մեկ օգտագործում ենք Հայաստան բառը օֆիցիալ թղթերի մեջ։ Դա նշանակում է ցանկացած հայաստանյան հող օկուպացված թե Բաքվի, թե Անկարայի թուրքերի կողմից մեկը մեր հողն է ուղղակի օկուպացված է, ինչի հետ մենք քիչ թե շատ ստիպված հաշտվում ենք։ Ուղղակի եկեք հիմա հետ Լավ, էլի փորձեմ ես մի քիչ ասենք ձեզ բարիշ ցնեմ, էլի։ Եկեք մի բան հասկանանք։ Հիմա այսօր հսկայական քանակ պրոյեկտներ կան, ասենք Արևելք, Արևմուտք պրոյեկտ կա, ասենք Հարավային Կովկասում, Հյուսիս հարավ կա, բոլորը մեզ շրջանցում են։ Միակ պրոյեկտը բանը սովից մշտապես տանջվող Հնդկաստանի, հասկանում եմ 1.5 միլիարդ բնակչություն ունի։ Մի րոպե, էլի, ես մի քիչ լավ տեղյակ եմ ընդ ինչա կատարվում, ուրեմն ընդեղից Իրանով Եվրոպա գնալու ճանապարհը։ մի բան էլ չի։ Հա, ուրեմն ձեզ մի բան էլ ասեմ, էլի, Իսրայելով մի րոպե, բանը Իսրայելով ոչ մի ճանապարհ չէր էտում, բայց Իսրայելին թույլ տվեցին, որ ինքը զարգանա այնքան, որ իր շուրջ բոլոր ճանապարհները, նավթատարերը եւ այլն ամեն ինչի վրա ինքը ճնշում գործադրելու հնարավորություն ունենա։ Ինքը փագեց, ասենք, բանը գազատարը Եգիպտոս, Սիրիա, ընդեղից Լիբանան ճյուղավորում։ Ինքը թույլ չտվեց, որ Սիրիայով, ասենք, գազատար անցնի Կատարից եւ այլն։ То есть
պարտադիր չի տնտեսական քո հետ համագործակցության։ Գիտեք, չէ, Քրդստանը որպես այդպեսին հիմա հայկական հողերի հաշվին ուռել է, բայց իրան միշտ թույլ են տվել ապրել ինչի համար, որովհետև ինքը ասենք կարողանում էր միշտ քարավանի ճանապարհների վրա ճնշում գործադրել ու ավելի լավ էր իրանց հետ բարիշել, քան իրանց հետ պատերազմել։ Ով ասում, որ պետք է անպայման ստեղ ընդերքը Տրամպին առաջարկենք։ Մենք կարանք առաջարկենք խոսքի Մակրոնին կամ Տրամպին, ուզում ես գազատարին չխփենք։ Այդ դեպքում ասենք մոծվի։ Հատկապես Արի ավազակապետության տպավորություն թողենք, բայց մեր շահերը առաջ տանենք, էլի։ Մենք պիտի հասկանանք, որ հա, իդեպ նաև Ռուսաստանի վերաբերյալ, դա էլ շատ կարևոր է։ ՀԱՊԿ միշտ եղել է մեռալյացին զավակ։ Ես դա ասել եմ 2004 թվականից, երբ որ առաջի անգամ, ասել թե 2006 թվականից, երբ որ առաջի անգամ դրա հետ կապված ինձ հարց տվեցին ժուրնալիստները։ Բայց Ռուսաստանի հետ պայմանագիրը 97 թվականին կարծեմ թարմացված, ինքը ուժի մեջ է։ Ռուսաստանը սրիկայաբար իր այդ բաներին բուքսիր, որ կապած ասենք նա շատ վետ Չեմբերլեն անում, ջեբի ՆԱՏՕ-ն ուժեղացնելու համար, ինքը միշտ մեր վրա պարտադրում է հապ, ախպեր, դու ունես մեր հետ պայմանագիր։ Եթե ես չեմ մոռանում, Լավրովը մի անգամ ասեց, Ռուսաստանը միակ պետությունն է, որ երբեք բանա դիվանագիտական պայմանավորվածություններ չի խախտել։ Ախպեր դե 97 թվինն էլ մի խախտի կլնի, արի հապկի հետ մի կապի մեր փոխադարձ համաձայնագիրը։ Ոչ թե ասա հապկով կվերանայենք, եսի ինչ կանենք, լիմիտիրվենյա կանենք սահմանի վրա, մարկետիրվենյա, ես իմ կապ չունի ինչ երվենյա ես անում, 97-ին պայմանագիր ունես, բարի եղի, ասենք բան արա։ Եթե չես ձգում, որոշ կլոր օրգանները լավ չեն աշխատում, գործությունը պակասել է, ախպերը տենց էլ ասա, մենք մեր գլխի ճարը տեսնենք։ Իսկ եթե Արում ես դու քո տղամարդությունը անես, արա միջև վերջ։ Պարոն Բլեյանին էլ լսենք ու սկսենք ամփոփել։ Ես կարծում եմ մենք պետք է հասկանանք, որ ժամանակն մենք դադարենք, մտածենք, թե ինչպես Ռուսաստանին սովորեցնենք իր շահերի հետևից գնա։ Իսկ իր շահը իր շահերի մեջ չի մտնում Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությունը եւ տարածական ամբողջականության Ռուսաստանի շահերի մեջ է պահել Հայաստանի Հանրապետությանը իր ենթակայության տակ, որպեսզի հնարավոր բարտեր հերթական գործարքի միջոցով Թուրքիայի կամ Ադրբեջանի հետ մեր տարածքների, մեր զոհերի հաշվին գնա այդ գործարքների իրականացմանը։ Սրա համար է պետք Հայաստանի Հանրապետությունը։ Բիսմարկին ցիտեցիք, ես էլ հիշեցի այդ իր հայտնի հայտարարությունը թղթերի հետ կապված, նույն դուք էլ նոր ասացիք 97 թվականի Ռուսաստանը Ուկրաինայի հետ 97 թվականին դելիմիտացիա եւ դեմարկացիայի պայմանագիր է ստորագրել։ 2003 թվականին Վլադիմիր Պուտինի օրոք արդեն դա խորհրդարաններով Ռադայում եւ Պետդումայում վավերացվել է։ Ընդ որում կան հայտարարություններ, Ռուսաստանի նախագահը ասում է ինչպես կարելի է մտածել, որ Ղրիմը կարող է հարկարծ բռնակցվել Ռուսաստանի կողմից, պատկերացնում եք ինչ տեղի կունենա։ Հետո մենք տեսակ թե ինչ տեղի ունեցավ։ Եվ այսօր խոսել, որ Ռուսաստանի Դաշնության հետ բռնակցեց եւ 2014 թվականին Ռուսաստանը բռնակցեց ուկրաինական Ղրիմը։ Ինչից հետո։ Երբ որ հայտարարվեց ուկրաինացիները Ռադայում հայտարարվեց եւ անցկացվեց նախագիծը, որ բոլոր մյուս լեզուները Ուկրաինայում գործող այլևս չեն գործում եւ գործում է միայն Ուկրաինայում։ Դա Ուկրաինայի ինքնիշխան իրավունքն է, բայց դա Ուկրաինայի ինքնիշխան իրավունքն Հայաստանում հայերեն է դատարանում խոսալուց, թարգմանելու իրավունք չտաս մարդկանց։ Դե փաստորեն կարաս ասենք Սուախիլիով դատարանում Ռուսաստանի Պետդումայում այտենց չի։ Ինչերեն են խոսում ռուսերենից բացի։ Ռուսաստանի Պետդումայում ռուսերեն են։ Եկեք Ռուսաստանի օրինակ հայ падգամավորներ այնտեղի երբեմնի չեն խոսում հայերեն։ Բայց ինչ Հայաստանի падգամավորներն են որ խոսեն հայերեն։ Խոսքը վերաբերում է լեզվիկ Խաչատրյան։ Խոսքը վերաբերում է ռուս ուղղափառ եկեղեցու գոյությանը եւ գործունեությանը Ուկրաինայում։ Եկեղեցին կակը Սիրելի պարոն Խաչատրյան, քաղաքացիական պատերազմ ռուսալեզու ռեգիոնի դեմ սկսելուն։ Դուք կխոսեք ձեր ամփոփման ժամանակ, թույլ տվեք խոսի պարոն Բլեյանը։ Չէ, այս դրա համար եմ ասում, որ պետք է Հայաստանում իրավական առումով ռուսական ռոպագանդան արգելվի, որովհետև դա տարածում է գտնում։ Իհարկե կան նաև մարդիկ, ովքեր որ լսում են եւ մտածում են, որ հասկանում են, որ Ռուսաստանը իրականում ոչ թե դաշնակից է, թուլացել է, չի կարողանում, ուզում է փորձել, այլ ոչ։ Ռուսաստանը Ադրբեջանի հետ դեռ 2008 թվականի հուլիսի 2-ին Դմիտրի Մեդվեդևն ու Իլհամ Ալիևը Բաքվում ստորագրում են ռազմավարական համագործակցության համաձայնագիր, ու այդ թուղթը որ կարդում էր, այնտեղ տարածքային ամբողջականության կետ կա։
2008 թվականից արդեն իրանք որոշել են, որ Ղարաբաղը Ադրբեջանի կազմն է։ Դա հիմա ինչու եք դուք։ Իսկ դրանից հետո ես չեմ նեղվում ռուսներից, ես ուզում ես նեղվում եմ մեր հայերից, ովքեր այդ ժամանակ 2000-ականներից սկսած մինչև 2000 եւ այլն իշխել են եւ չեն բացատրել։ Երբ որ 1 ամիս հետո Ռուսաստանը հարձակվեց Վրաստանի վրա եւ Աբխազիան եւ Օսիան, հարավային Օսիան օկուպացրեց, մեր մոտ հրճվում էին եւ որվա իշխանականները ասում են, այ տեսեք, Սաակաշվիլին ինչ արեց եւ պատժվեց, եթե Իլհամ Ալիևը նույնպես գնա արկածախնդրությամբ, նա նույնպես կպատժվի։ Իրականում լրիվ հակառակը տեղի ունեցավ։ 2010 թվականից սկսեց բազմամիլիարդանոց զենք վաճառել մեր ռազմավարական դաշնակից համարվող երկրի նախագահը։ Իսկ մեզ ասում էին այնտեղ կոճակներ կան, կոդեր կան, առանց այդ կոդերի Ադրբեջանը չի կարող օգտագործել, նա պարտավորվել է, որ նա չի օգտագործի Արցախի դեմ, բայց ելում դեմ պետք է օգտագործել Ադրբեջանը։ Ելում վրա է ուզում հարձակվի Ադրբեջանը, հետաքրքիր է, թե ոչ Հայաստանի կամ Արցախի։ Ես մեզանից եմ նեղացած, օրվա իշխանություններից եմ նեղացած, որ իրենք չէին ասում ես, դուք ասում եք եվրոպացիները բան սկսեցին նավթ եւ այլն, իսկ մենք ինչ էինք անում այդ ժամանակ։ Մենք որևէ երկրի ղեկավարի հետ համագործակցում էինք այնքանով, որքանով դա թույլատրված է Ռուսաստանի կողմից։ Չունենք ոչ մի հարաբերություններ, չունենք ոչ մի հարաբերություններ, հենց դրանից էր։ Ունենք զերո հարաբերություններ Իսրայելի հետ։ Ուզում նրանց հետ էլ բաց բանակցություններ։ Ունենք զերո։ Ինչ խնդիր ունենք։ Ինչ ասեմ, միևնույն ժամանակ Ղարաբաղի ժամանակ չէր կնքում պայմանները։ Միևնույն ժամանակ Ղարաբաղի միլիոնավոր դոլարների պարտքեր էր։ Ինչի Ռոբերտ Քոչարյանը չի գնացել Key West։ Ով աստորագրել առաջին անգամ Ադրբեջանի տարածքային ամբողջական։ Ու Ռոբերտ Քոչարյանը Ղարաբաղյան թեման դարձրեց տարածքային հարց Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ։ Ռոբերտ Քոչարյանի օրոք այդ հարցը դարձավ տարածքային վեճ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ։ Հենց Ռոբերտ Քոչարյանի օրոք։ Ես դրա համար եմ ասում, այս ազգային ժողովը ինչու՞մ է թերացել, որ նա իրավաքաղաքական գնահատական չի տվել։ Գոնե 99 թվականի մայիսից մինչև 2018 թվականի մայիսը իշխանությունը ուզուրպացած եւ Հայաստանը կեղեքած եւ բզկտած այն քաղաքական ուժերին, որոնք մաս են կազմել։ Եվ այսօր, ինչպես մենք տեսանք նաեւ Գյումրիում, իրենք մաս են կազմել, իրենք իրավունք են ստացել ընտրություններին մասնակցել։ Իբր թե մենք ժողովրդավարական ենք, այդ Ռումինիան ժողովրդավարական չի, Եվրամիության անդամ, որտեղ օրինակ այդ պրոռուսական նախագահի տեխնացուն կենտրոնական հանձնաժողովը չի գրանցել։ Ֆրանսիան ժողովրդավարական չի։ Մոլդովան պրոռուսական կուսակցություններ ա փակել, իրանք դնում են դատարան ասում են պետքա փակված մնաք։ Միակ մի հատ կծուխոց եվրոպական որևէ կառույցից մենք լսեցինք Մոլդովայի շուտ։ Ամերիկացիները չենք լսել։ Չէ, մենք ժողովրդավարական ենք։ Մեր մոտ Գյումրին կեղեքած ներկայացուցիչը մասնակցում է ընտրությունների, վարչապետը ասում է իրանք գալիս են, որ հանկարծ իրանք ունեցվածը, դա ձեր թուլության մասին է խոսում, որ իրանք իրավունք են ունենում մասնակցել ընտրություններին, ինչ եք գրանցում։ Որևէ տնտեսական հանցագործություն գործած քաղաքագործչի դուք լսել եք, որ նա իրավունքից զրկվի քաղաքական գործունեությամբ զբաղվելու։ Մեկ ժողովրդավարական երկիր ենք։ Դա ժողովրդավարություն չի, դա ժողովրդավարության թուլություն։ Սկսում ենք ամփոփել, Տիկին Սամսոնյան, սկսենք ամփոփել ամեն դեպքում։ Մենք այսօր շատ լայն համատեքստից խոսեցինք, երևի ամեն ինչ է ազդում Հայաստան-Ադրբեջան տիրույթի վրա, հավանաբար դա էր պատճառը։ Պետք է ուրվագծվի։ Ուրվագծելով, պարոն Խաչատրյան, ամեն դեպքում սցենարները մի քանիսն են, հաղորդման սկզբում նկարագրեցի են աշխարհաքաղաքական իրադրություն, որում ապրում ենք, բայց դա շատ արագ է փոխվում եւ վաղը կարող է սա այսպես ջնջելու ենթակա բան լինի, որովհետեւ այլ զարգացումներ լինեն, Աստված մի արասը ռազմական, այո, այսպես ջնջելու, բայց դեռ չեմ կարող ճղել, որովհետեւ փակում պետք է անեմ հաղորդման։ Սկսենք ձեզնից, ինչ սպասել, ինչպես դիրքավորվել այդ մարտահրավերներին ընդառաջ։ Ռուսները, Ռոբերտ Քոչարյանը, 11-րդ բանակի ղեկավար Սարգիս Կասյանը, չգիտեմ, Նեթանյահուն, Քենեդին սպանված, այս բոլոր խոսակցությունները մեր անվտանգային շահերի հետ այս բովանդակությամբ որևէ կապ չունեն։ Մենք պետք է մտածենք մեր հայկական շահի մասին։ Սովորաբար ինչու է ինձ հոգնեցնում Հայաստանի քաղաքագիտական ու քաղաքական միտքը, որտեղ այդ միտքը պաշտպանում է այստեղ կամ ռուսական շահեր, կամ արևմտյան շահեր, մեկը դուրս է գալիս պաշտպանում է իրանական շահեր, բայց այդ ամեն ինչը չի պաշտպանում հայկական շահը։ Իսկ հայկական շահը այնտեղ է, որտեղ պրագմատիկ առումով մենք կարող ենք լուծել մեր առջև կանգնած մարտահրավերները։
Քանի որ ես առաջիկայում խաղաղության հեռանկար չեմ տեսնում, լավագույնը կլինի այն գոնե որ այս իշխանությունը, քանի դեռ իշխանության է, ինքը պատրաստվի վատագույն սցենարներին։ Ես չեմ ուզում վախեցնել մարդկանց, որ պատերազմ կլինի կամ բոլոր դեպքերում տարածաշրջանը լարված է, մերձավոր արևելքում լարված է եւ դա կարող է շատ ուղիղ ազդեցություն ունենալ։ Մեզ վրա մենք բոլոր սցենարները սեղանի վրա պետք է ունենանք եւ դրանց պատրաստ լինենք եւ չխաբենք մարդկանց, որ ամեն ինչ լավ է, Ադրբեջանն ու Թուրքիան Հայաստանի հետ պատերազմ չեն ուզում, հեսա Ամերիկայի Միացյալ Նահանգները խաղաղություն կհաստատեն, այսինքն այս բոլոր ամբողջ խոսակցություններով պետք չի խաբել մարդկանց։ Պետք է պաշտպանվել, նախապատրաստվել եւ ցանկացած պահի պետք է կարողանալ պաշտպանել այն, ինչ գոնե մենք ունենք։ Այն, ինչ որ կորցրել ենք, այս պահին վերադարձնելու ռեալ պայմաններ չկան եւ բոլոր նրանք ովքեր կկանգնեն ասեն որ այս սա կվերադարձնենք, չգիտեմ, Խարվաճառը կվերադարձնենք, Արցախը կվերադարձնենք եւ այլն, այդ մարդկանց հավատալ պետք չի։ Մենք պետք է կենտրոնանանք եւ պաշտպանենք այն, ինչ այս պահին ունենք։ Իսկ այս պահին ունենք Հայաստանի Հանրապետություն, որի սահմաններին սպառնում է վտանգ եւ Թուրքիայի կողմից եւ Ադրբեջանի կողմից կառավարման բառաչարժ։ Քանի որ ես վերլուծում եմ Ադրբեջանի քաղաքականությունը, այդ քաղաքականությունը ինձ տեղ չի թողնում, որ ես մտածեմ, որ առաջիկայում մենք ունենալու ենք կայունություն։ Բայց միևնույն ժամանակ ես ուզում եմ իմ խոսքը հղել մեր քաղաքացիներին եւ իրենց ասել, որ Հայաստանը թույլ չի, Հայաստանը անկարող չի, Հայաստանը ունի բոլոր ռեսուրսները, որպեսզի կարողանա եւ ինքնակազմակերպի եւ պաշտպանի ինքն իրեն։ Թույլ են այս իշխանությունները, անկարող են այս իշխանությունները, ինչ որ արել են, վերջ, իրենցից այլևս սпасելիք մենք պետք է չունենանք, հա, նվազագույնը լավ կամ ունենանք, քանի դեռ իշխանություն են։ Բայց ես վստահեցնում եմ մարդկանց, որ եթե իշխանության լինի կոմպետենտ, նորմալ դիվանագիտական աշխատանք տանող, դիվանագիտական նոր մարտավարություն որդեգրող իշխանություն, ես վստահ եմ, որ պատկերը կփոխվի։ Այսինքն մենք ունենք հույս, բայց այդ հույսը մենք դեռ չենք կարող իրականացնել, քանի դեռ այս իշխանությունն է մարտավարության, դիվանագիտական մարտավարության եւ երկրում ռազմական դրության տերը։ Շնորհակալ եմ ամփոփման համար, պարոն Խաչատրյան։ Սենցա մի չի գնում մի ձև պետք է գնանք, պարոն Խաչատրյան։ Առաջ տենց էր տրադիցիայի խախտումը, էլի։ Անգլիայում սրան, չէ, ես չէի ուզենա որ խախտվի։ Դե արդեն խախտվել է, որովհետև պարոն Մկրտչյանը առաջինը պետք է ամփոփում աներ, Տիկին Սամսոնյանն արեց։ Լավ, ուրեմն հաջորդը ես պետք է անեմ։ Հիշեցինք։ Հարց չկա։ Ուրեմն ամենակարևոր բանը, որը դուք վերջում մի հատ էլ կանեք ամփոփում բոլորի վերջում։ Շնորհակալ եմ դրա համար, բայց հիմա ներկայացնեմ այն ինչը որ ես համարում եմ առավել կարևորը այսօրվա մեր քննարկումից։ Իհարկե հույս դնել այն բանի վրա, որ մենք կգտնենք ինչ որ մի դաշնակցային խումբ կամ դաշնակից, որը պատրաստ կլինի 1001 զողողությունների հանուն Հայաստանի, ոչ։ Նորից եմ կրկնում, մենք միայն աշխարհաքաղաքական շահերի համընկնման դեպքում է, որ կարող ենք վայելել այնպիսի տանելի նպաստող ռեժիմ, որ Հայաստանը ոչ միայն ամոքի իր վերքերը, այլև հնարավորություն ունենա դիմակայելու հնարավոր թշնամուն։ Ինչու, որովհետև իսկապես այստեղ շատ ճիշտ հնչեց, որ մենք գտնվում ենք երբ եկող կաթսայի մեջ։ Երբ եկող կաթսայի մեջ սառը տեղ որոնելը անիմաստ է, որ մենք մի ինչ-որ կղզյակ կլնենք, որի մեջ ոչ մեկը չի մտնի, ոչինչ չեն ուզի մեզնից, մենք ինչ-որ մի կերպ բոլորի հետ կկարողանանք մեր հարցերը կազմակերպել։ Մերձավոր արևելքում այդպես բան չի լինում եւ արդեն ասել ենք, որ մեր ընթացքը այս տեսակետից միայն շահերի հաշվառումն է, որովհետեւ յուրաքանչյուր երկիր որպես թիրախ եւ որպես կողմնացույց ունի սեփական շահերը։ Եվ միայն համընկնման դեպքում է, որ այստեղ մենք ի վիճակի ենք սпасել այն ամենին, ինչը մենք ենթադրում ենք։ Մյուս կողմից մենք չենք կարող ոչ մի կերպ դուրս դնել հաշվարկից, որ մեր ունեցած 1001 զենքը, զինամթերքը, սպայական կազմի կրթությունը եւ այլն անցկացված է եղել ռուսերենով եւ ռուսական զենքով է զինված եղել եւ ռուսական զենքով է մինչեւ հիմա ճնշող մակարդակով զինված մեր բանակը, ինչը անխուսափելի չափորոշիչ է, այսինքն դրան շրջանցել հնարավոր չէ։ Մենք պետք է հաշվի առնենք դա եւ անգամ դրա
գոյություն ունեցող միլիարդավոր դոլարների արժողության, որը ոչ մեկը այսօր մեզ ձրի տվողը չի, որովհետև մենք տեսնում ենք Եվրոպայի վիճակը, Եվրոպան ասում է ես զինարտադրություն կսկսեմ մենակ որպեսզի վերականգնեմ իմ տնտեսությունը, այսինքն մեր վրա բարձր գներով կարող է վաճառեն, կարող է չվաճառեն։ Մենք պետք է ունեցած հնարավորությունների մեջ կողմնորոշվենք առավել օպտիմալով։ Եվ այս տեսակետից ոչ մեկը թող չմտածի, որ Ռուսաստանով մարդիկ խիստ են տարված կամ սակավ են տարված, սա էմոցիոնալ դաշտից է։ Մենք ունենք կիրառական խնդիրներ, այդ կիրառական խնդիրների աստիճանական լուծումը որպես այդպիսին կարող է լինել միայն չինական տարբերակով։ Ճշմարիտ ստրատեգիան, ինչպես ասում են չինացիները, դա փոքր քայլերն են կատարված ճիշտ ուղղությամբ։ Փոքր քայլերը կատարված ճիշտ ուղղությամբ, ինչպես իրենք վարվում են, եւ ես էլ գտնում եմ, որ իսկապես մենք պետք է հաշվի առնենք այն ամենը, ինչը շրջանցել հնարավոր չի։ Ռուսաստանի ազդեցության տակից այս հատվածը աշխարհաքաղաքական դուրս չի գալու, որովհետեւ Ռուսաստանը այսօր Իրանին եւս որոշակի երաշխիքներ է տվել, 2 օր առաջ Դումայում անցավ ստրատեգիական պայմանագրի վավերացումը Իրանի հետ, իսկ հիմա ընդհանուր է ազատագրումից առաջ էր այդ երաշխիքները տվել, թե հետո պարոն Խաչատրյան։ Ինչի ազատագրում, որ ուկրաինացիք գրավել են այդ ազատագրելուց առաջ էր երաշխիքը, թե Կուրսկը ազատագրելուց հետո ամենայն հավանականությամբ, հա, հետո է տված երաշխիքները Պարսկաստանին, բայց մյուս կողմից էլ ազատագրված չի ամբողջությամբ։ այո։ Չէ, ազատագրելուց հետո Կուրսկը եսի նկատի ունեմ, ասենք այն ճնշող մեծամասնությունը, որ ազատագրվածա մտածա Ուկրաինայի հողնել։ Բացի ազատագրելու Ուկրաինայի հողնել ա մտել։ Բայց թույլ տվեք, ուզում եմ Բելգորոդ են հասել։ Չէ, ասել են։ Պարոն Խաչատրյան, ընդհանրապես ուզում եմ ասել Իրանի երաշխիքներ տալուց առաջ լավ կլինի տարածքը ազատագրի, հետո երաշխիքներ կարող է տալ, որովհետև Իրանում գտնվում է նաև ռուսական հատուկ միսիան, որտեղ ոչ մի խնդիր չունենք, բայց նաև Ադրբեջանում, ասենք, եղել է հանդիպումը Ամերիկայի հատուկ ներկայացուցիչի, Իսրայելի հատուկ ներկայացուցիչի եւ Ալիևի միջև։ Եվ այս օղակի որոշումներից եւ կայացրած, այսպես ասած, պլաններից մենք առայժմ տեղյակ չենք։ Ես այդպիսի տեղեկություն ոչ չկա, ես ասում եմ տեղեկության աղբյուրը ինչը չկա։ Դուգլաս Մակգրեգոր Ալիևը ուղակի հայտարարել է, ուղակի ասում է իմ անձնական բոլոր կապերով Դուգլաս Մակգրեգորը մի հատ էլ ասենք, ով է դա Թրամփի ռազմական գծով խորհրդականն է ամբողջ առաջին պրեզիդենտական շրջանի Ալիևը եւ Իսրայելի ներկայացուցիչը հանդիսանում Ամերիկայի խոշորագույն հասարակական զինվորական գործիչների կազմակերպության ղեկավարը։ Շնորհակալ եմ, ամփոփ շնորհակալ եմ, պարոն Խաչատրյան։ Երբ որ դուք ինձ ասում եք, ես ստիպված եմ այդ աղբյուրը բերել եմ, չասեմ։ Պարոն Վարդանով, խնդրեմ, այստեղ ըստ էության հարցադրումը այն մասն է, թե առաջիկա զարգացումները պատերազմական են, թե ամեն դեպքում խաղաղության միտված։ Ես ընդհանրապես կարծում եմ, որ եթե մենք լավ պատրաստված լինենք, կարա իրավիճակ առաջանա, այ ոնց որ Ալիևը օգտվեց իրավիճակը, երբ որ համապատասխանեց, ոնց որ ասած կարտը լիգլա, համապատասխան իր ցանկություններին, մենք կարանք քարվաճառնել, հետվեկալենք, Արցախնել, քրի աճ ապնել, վաննել, Տրաբզոննել։ Եթե իհարկե ոչ հիմա, որտեվ հիմա պատրաստ չենք։ Խնդիրը դրա մասին է, որpիսի մենք պատրաստ լինենք։ Ուրեմն պատրաստ լինելու գլխավոր բաների ձևերից մեկը իրար նկատմամբ պատելություն չտարածելը։ Ես ուրեմն շատ հաճախ ասում եմ սևերի եւ սպիտակների վարչապետը։ Ես հաճախ ասում եմ բոլորիս, ասենք, ղեկավարող պարլամենտը։ Ես ոչ մի քաղաքական ուժի, ասենք, ոչ մի ձևով հետները, ասենք, չեմ էլ ուզում լավ ջերմանամ մի բանի պատճառով, որովհետև այնքան բան արած էլի, ասենք, բաժանված մեր հասարակությունը, որ ես մեկի հետ երկու անգամ ավել բարև տամ, ինձ վստահող մարդկանց մի մասը ինձանից կհեռանա։ Իսկ ես քանի որ պատրաստվում եմ նորից ու նորից հակառակորդին կայացնել, իսկ եթե կարտը լիաժետ նաև Բաքուն գրավեն, ես չեմ ուզում ոչ մի զինվոր կորցնեմ քաղաքական տխմար մոտեցումների պատճառով։ Ուրեմն մենք առաջինը պիտի դադարենք իրար ոտից կծենք։ Անկախ դրանից, մի քիչ ավելի կիրթ լինենք իրար հետ, էլի։ Ես օրինակ զարմանում եմ, բանը, ես 16 տարեկան միջև աշխույժ երիտասարդ եմ եղել, բանակը մի քիչ ինձ բուժեց,
փողոցի կռիվներ, բան, երբ որ այդ մենք միտե ասենք խոսքի մենք Չարբախից գալիս Կիլիկիա ենք հասնում, առաջի հարցը այդ վաղ որ թիմ գալիս ռաստ, սրան ճանաչում ես, նրան ճանաչում ես եւ то есть հաշտության եզրեր էինք ման գալի, հետո նոր իրար գերանդիներով խփում էինք։ Հա, ճիշտ է, երբ որ բանը մենք բանը խակեի նատրավեն մեր մոտ տարածվեց ու Չարբախում լիքը կլուշ կեկով մարդ հայտնվեց, մենք որպես ուժեղ սկսեցինք արդեն այդ հարցը չտալ։ Հարց տվողին էլ ասենք առաջինն էինք խփում, բայց դա ուժեղի դիրքն է։ Քանի դու ուժեղ չես, ասենք, դու պետք է բան անես։ Հիմա ինչ որ մեկին թվում է, որ իշխող կուսակցությունը Հայաստանում ինքը ուժեղ է։ Ես ուժը սենց եմ հասկանում, որ ինքը բոլորին կարա հաղթի, ով իր շուրջն է։ Ում կարա ինքը հաղթի։ Ալիևին, թե ասենք Էրդողանին, որտեվ իր շուրջ միայն օպոզիցիոն կուսակցությունները չեն։ Իրար հետ լեզույա պետք գտնել։ Առաջի հերթին իրար հետ լեզույա պետք գտնել, իրար հետ պիտի շատ հարցերի շուրջ ասենք ընդհանուրի գան, մանավանդ անվտանգության հետ կապված հարցերում։ Ինչ վերաբերում է, ասենք մեր զինված ուժերը կարան այսօր խնդիր լուծեն, թե չեն կարա, միանշանակ կարան, բայց ինչ խնդիրներ։ Միայն պաշտպանական, չունենալով, ասենք, ռեալ ռեզերվ, լավ պարապած, որը իրանք համալրի։ Ես ոչ մի գաղտնիք չեմ բացում։ Տեղյակ եք, ասենք, զինախաղերը, որը որ ռեզերվիստների համար անցկացվել է եւ հետո գնացել են դիրքեր պահելու, ոնց են անցկացվում քանակականով։ Անցած տարի, նախանցած, այն մի տարի թվերը մոտավորապես 5000, 10000, 3500, մեր ռեզերվը ես որքան հիշում եմ 300 քանի հազար է։ Եթե իրանցից 100,000-ը տարբեր խոպաններում ու եսին որտեղ են 250,000։ 250,000-ը եթե բաժանենք 10,000-ի, որ 10,000 մի անգամ ա եղել ռեզերվիստների վարժանքները, մի անգամ։ Այդ ի՞նչ է նշանակում։ Եթե ես այդ տարի պարապեցի, մեկ է 25 տարի հետո պիտի պարապեմ։ Մենք պիտի ջանք ու երանք չխնայենք իրար մեջ բարիշելու եւ բոլորին պարապացնել, բոլորին պատրաստել ու դա չի վերաբերվում մենակ պատերազմին։ Երկրաշարժի վաղ նայեք ինչեր կարա կատարվի, ասենք ոչ մի դպրոցում համոզված եմ, ասենք 200%-ով ամենաաշխույժ դպրոցներից մեկից լավ տեղյակ եմ, տնօրենը տարին մի անգամ է դաս անցկացնում, մի անգամ երեխեքի հետ, ինքը պարտաճանաչ մի անգամ անցկացնում, որտեվ ԿԳՄՍ-ն է դա պահանջում։ Անգամ ամիսը մեկն է քիչ, որ երկրաշարժի վաղ ինչ գործողություն պետք է անես։ Իմ ասածն են ռեգիոնի դպրոցներից է, որը որ արդիկին մոտիկա, ժաշկի վաղտել մի քանի տուն ընդե բլել է։ Չի կարելի այդքան անհոգ լինել վտանգների նկատմամբ, թե բնական, թե հարևաններից, թե չգիտեմ ինչերից, վտանգների դեմ պիտի համախմբվածություն լինի, ու պետք է մեկ էլ հիշեն, էլի, սաղ իրար մենք բարեկամ ենք, սաղս իրար խնամի ենք, հավորձանիկ ենք, ասում են դադարենք իրար վրա հաչալ, ոչ թե խոսալ ու վիճել, այլ հաչալ պիտի դադարենք, ու շամպես մեկը մյուսի ոտը պետք է չգցենք։ Շնորհակալ եմ։ Դերեք մի մեկնաբանություն կարճանեմ, էլի, պետք է տպավորություն չստեղծել պարզապես, որ մենք ուզում ենք ամբողջ բեռը գցել զինված ուժերի վրա, այսինքն տալ դիվանագիտության աչքը հանել, ասել թե բանակ գնա մեր խնդիրը լուծի։ Բանակը պետք է խնդիր լուծի, բայց բանակը պետք է մեր եղած իրավիճակում խնդիր լուծի դիվանագիտությանը աջակցող խնդիր, որպեսզի ամբողջ բեռը դրան արձագանքը որպեսզի ամբողջ բեռը վերջնական չմնա բանակի։ Հասկանալի է։ Ձեզ մի բան ասեմ, էլի ես մի փոքր մի քիչ առաջ ասեցի, դիվանագիտությունը մեր անզոր է, հիմար կկվի դեր է խաղում, որ գալիս ասում է կացինը գբերեմ, հարցը ինքը ունի այդ կացինը այսօր, թե չէ։ Հա, բայց ինքը գալիս խափում է, հիմար կկվի նման, ասենք գցում ես ներքև ճտի։ Պատճառը նորմալ ուժեղ չլինելն է։ Հենց դու սկսես ուժեղանալ, աջ ձեռդ հենց սկսի բիլակը աճել, այդ բան կա, մի հատ սպորտաձև կա, դուրս անգամ էլ չի գալի, այն որ մի ձեռով են կռվում։ Հենց այս ձեռը սկսի ուժեղանալ, ձախնել է ուժեղանալու։ Անկախ իրանից է ուժեղանալու, որտեվ ինքը պետք է այսպես մի հատ բռնակ, այդ բռնակից կարնա բռնի, կորպուսը պետք է ինքը ստաբիլիզացնի։ Մեր դիվանագիտությունը թույլ է, որովհետև մեր ռազմական ուժային բլոկը աշխարհի հետ շփվելու թույլացել է, այն էլ ինչ ձևի։ Մի փոքր էլ հազար ներողություն, սպառազինության մասին խոսք գնաց, էլի։ Բոլչի ասենք մենք 20 թվականին հսկայական քանակ սպառազինություն ենք կորցրել, բանը պարադի վրա տեսել եք, էլի, ասենք 23 թվականին կորցրեցինք հսկայական քանակ զենք զինամթեր, հիշում եք, ասենք իմ կողմից շատ հարգված սիրված Սամվել Բաբայանի, ասենք հայտարարությունը 100 տանկ, 100 քանի, ասենք միավոր զրահատեխնիկա, այս վերջերս էլ մի հատ լուր եմ ստացել, ուրեմն որ թուրքերը
բանը արդիականացնում են այն զենքի տեսակները, որ մեզանից խլել են։ То есть այն մենք կայսերը, որ 36 հատ խոստում ունենք օրերից մի օր, 2 տարվա ընթացքում որ կունենանք, պիտի հաշվի առնենք, որ արդեն եղած մեր ձիզ բալանսը, որ ի վնաս մեզ էր, դրանից հետո մի մասը տվել ենք թուրքերին, ինչ ասենք իրավիճակներում, հետնել թուրքը 40 հատ կայզերին չզիջող դանա ունի, հիմա էլ 70 հատ դատա է պատվիրել Չեսկասլավենսկայում, Չեխիայում եւ Սլովակիայում համատեղ ինչ-որ գործարան։ То есть զենքի վրա հույս դնել, այն դեպքում, որ դու զենքի հարցում միանշանակ թույլ ես, իսկ բանը քո ուժեղ կողմը միասնական մի ժողովուրդ, դուք նկատել եք թուրքը մեզ հաճախ ինչ է ասում, մոնոէթնիկ բան չէ, դա որպես մեղադրանք, դա մեր ուժեղ կողմն է, ինքը քարկոծում է մեր ուժեղ կողմը, մենք մոնոէթնիկ ասենք պետություն ենք, մենք գոնե միասնությունը մեր ձևավորենք, հաշվի չենք առնում, որ թուրքը հիմար չի, որ մոնոէթնիկությանն է կպնում, բանը հայության դեմ պայքար է բանանում, մենք սկսել ենք Սփյուռքից առանձնանալ։ Դրանից առաջ էլ մի այնց երևի լի կապված չենք, կա դու կովի տեղ դրած Սփյուռքը միայն փող։ Մենք պետք է միավորվենք ոչ միայն Հայաստանում, քաղաքական դաշտում եւ ոչ միայն, ինչի՞ չէ էկումենիկ շարժման մասնակից հայկական առաքելական եկեղեցին պիտի ստեղել փոքրիկ էկումենիկ շարժում անի։ Սփյուռքի հետ պետք է միավորվենք, մեր սաղ ռեսուրսները պետք է ոնց որ ասած մի հատ բռունցք դառնանք։ Մենք չենք կարող առանց բռունցք դառնալու։ Ինչքան էլ լավ պարապած, ասենք, չգիտեմ, մատով խոցող լինես, մեկը բռունցքը մնում է բռունցք։ Շնորհակալ եմ, պարոն Վարդանով։ Մատով խոցելն էլ իր տեղն ունի։ Պարոն Բլեյան, խնդրեմ։ Որպես խոսքից պրեամբուլա նախ պետք է ասեմ, որ մենք չկոչենք մեզ մերձավոր արևելք, առավել եւս Հայաստանը անդրկովկաս չէ, Հայաստանն այլևս հարավային Կովկաս չէ, Հայաստանը, ես խոսում եմ, Հայաստանը հարավ-արևելյան Եվրոպա է, իդեպ ես ասեմ, որ Վրաստանը հենց այդպես է գրանցված Եվրոպական միության փաստաթղթերում, երբ այն ընդունվում էր, երբ իրեն տեխնացություն էին տրամադրում, դա որպես նախաբան։ Հիմա Հայաստանը պետք է իր թե տնտեսական, թե քաղաքական, թե ռազմական հարաբերությունները զարգացնի եւ խորացնի այն երկրների հետ, ում հետ մենք ֆիքսել ենք շահերի եւ արժեքների ընդհանրություն։ Բացառություն կարող են կազմել մեր հարևանները, մենք չենք կարող պարտադրել Իրանին դառնալ ժողովրդավարական կամ մարդու իրավունքների կամ քրիստոնյա, բայց նա մեր հարևանն է, մենք պետք է իրենց հետ համագործակցենք։ Ռուսաստանի պահով ես կարծում եմ մենք այստեղ թյուրիմացություն կլինի ընդհանրապես քննարկել ռուսական ներկայությունը, որտեղ մեր բոլոր արավիկների պատճառը մեզնից բացի նաեւ Ռուսաստանն է։ Հայաստանի Հանրապետությանը պետք է որ այստեղ լինի դեմոկրատիա, խաղաղություն եւ տնտեսական զարգացում։ Այս նպատակներին հասնելու համար Ռուսաստանը մեր գործընկերը չէ, որովհետեւ Ռուսաստանին պետք է այստեղ լինի կոնֆլիկտ, որպեսզի դարեր շարունակ նա գա մեզ այստեղ փրկի, հետո փրկված ճակերտերի մեջ տարածքների հաշվին կնա համաձայնության։ Պարոն Բլեյան, Ռուսաստանի վրընդեցիք Ադրբեջանի հետ խաղացություն լինի։ Հայաստանի Հանրապետության ապագան ՀԱՏՄ-ում չի, մեր տնտեսական հարաբերությունները մենք պետք է ապառուսականացնենք, դա չի նշանակում, որ մեր գործարարները կզրկվեն իրենց սիրելի ռուսական շուկայից, ղազախական կամ ղրղըզական կամ բելարուսական շուկաներից, մինչև 2013 թվական շատ հանգիստ համագործակցում ենք առանց մաքսային միության անդամ լինելու։ Հայաստանի Հանրապետությունը պետք է զարգացնի իր հարաբերությունները Եվրոպական միության հետ, այդ արդիվ պետք է իմ գոհունակությունը հայտնեմ, որ Եվրաքվեի նախագիծը դարձավ օրինագիծ ազգային ժողովում եւ նախագահ Խաչատուրյանն արդեն այն ստորագրել է, եւ Հայաստանի Հանրապետությունը պետք է զարգացնի իր բանակը, իր վերապատրաստությունը բանակային սպայական կազմի, ՆԱՏՕ-ի ստանդարտներին համապատասխան։ Բացեն դուք չեք հավատում խաղաղության համաձայնագրի իրագործմանը։ Ցանկացած խաղաղության համաձայնագիր կարող է խախտվել, եթե Ադրբեջանը կամ հակառակորդը հասկանա, որ նա կարող է քեզ հաղթել ռազմի դաշտում եւ շատ հանգիստ։ Այդ գինը, որ նա պետք է վճարի, շատ ավելի ցածր է։ Հետևաբար այդ ազգ բանակ բան եւ այլն, մենք տեսեք այսօր եվրոպական երկրները, Էստոնիա, փոքր երկիր, հա, մնացած Լեհաստանը, Գերմանիա, մեծ երկիր, որ երկար ժամանակ թերապես չեր մտածում այդ ուղղությամբ։ Իրենք բոլորը վերանայում են իրենց մարտավարությունը, իրենց բանակային թերապես ստրատեգիան։ Եվ շուռ են գալի ազգ բանակի։ Եվ շուռ են գալի ազգ բանակի։
նույնիսկ կանայք են արդեն հավաքագրվում, որ 2026 թվականին արդեն պետք է օրինագիծը ուժ գտնի, որ կանայք պետք է վերապատրաստվեն։ Այսինքն Հայաստանի Հանրապետությունը պետք է առաջին Չէ, խոսքը գնում է Լեհաստանի կամ Էստոնիայի Հայաստանում էլ կա այդպիսի նախագիծ։ Բայց ես դրան դեմ չեմ։ Բոլոր կանայք ամենամեծ չբերությունը Իսրայելն է։ Պարոն Խաչատրյան, դուք մի հատ ուրիշ բանավեճ եք բացում, պարոն Վարդանավեճ, որ սկսեց խոսել։ Դե ուրիշ պատճառով Կարող է։ եք այսօր չավարտեք, գլխավոր ֆեմինիստ Հայաստանի, ասեմ ձեզ։ Պատճառը ուրիշ է։ Ինչքան մարդ լավ է ապրում, այնքան քիչ է ուզում իրան նեղություն տա, մարդ ասելով կին արմատա, ծննդատանը։ Դա ստանդարտ պրոցեդուրա է ամենուրեք։ Սինգապուրում լինի, որտեղ չինացիներ են ապրում, Չինաստանում լինի, որտեղ ասենք ինչ-որ Շանխայ, մանխայներում, դա նորմալ է։ Մարդը այտենց էակա։ Հետևություն պետք չի լավ ապրել կանանց։ Ոչ, մենք լավ չենք ապրում, մենք թշնամիներով շրջապատված հաշվի չենք առնում, որ մեր մոտ ծնելիությունը պիտի բարձր լինի, որովհետև համ ժաշկ կա, համ թուրք կա, համ Բաքվի թուրք կա, համ վերջապես Ռուսաստան կա, Ամերիկա կա, որ պայտակ կարող է որոշի, չգիտեմ որտեղը ռմբակոծի։ То есть այդ խելարներով շրջապատված այս երկրագնդի վրա սա խելար է, սա։ Մարդիկ ապագա չեն տեսնում այս երկրում, կամ չեն ուզում երեխաներ չեն տեսնում հայկական պրոյեկտին չեն ուզում մասնակցեն, թող էտան դուրս։ Ես էլ իրանց վրա հույս չդնեմ, կռվի դաշտ դուրս գալուց հաշվի առնեմ, որ 5 մետր զազորով կանգնենք, ոչ թե 2 մետր։ Հույսը դնում ենք իրանց վրա ու հետո ելնում է ինչ որ եղավ։ Հայաստանը պետք է կառավարելի հարաբերություններ ունենա Թուրքիայի, Ադրբեջանի հետ։ Խոսքը չի գնում բարեկամության, ընկերության կամ մոռացության մասին, խոսքը գնում է նույնիսկ այն հարաբերությունների մասին, որոնք ունեն Թուրքիան եւ օրինակ Հունաստանը։ Բազմամիլիարդանոց առևտրաշրջանառություն կա այդ երկու երկրների միջև, թշնաման կա այդ երկու երկրների միջև, բայց իրենք պահում են կառավարելի դաշտում։ Հունաստանը այդ ուղղությամբ լուրջ ջանքերը գործադրում։ Շնորհակալ եմ, պարոն Մկրտչյան, խնդրեմ։ Իրականում ամենավատ բանակցությունը ամենալավ պատերազմից լավն է եւ բանակցությունները պետքա շարունակել։ Առաջին էշելոնն է։ Ադրբեջանցիների հետ պետքա իրանց լեզվով ասեմ նեյնիմ անել, որքան հնարավոր է այդ բանակցային սեղանի շուրջ։ Ու զուգահեռ պարոն Վարդանովի նման մարդկանց լսել ու բանակը զորացնել, ազգ բանակ կերտել, դարձնել, ստանալ։ Իսկ մյուս տեսակետները, որ պետքա ատամ ցույց տանք, պետքա մռութ ջարդենք, պետքա հասնենք Սասուն, մտնենք Վան, այնուհետև մուշ ալաշկել, վատ չէր լինի, որ մի հայը կարա ասի, որ դա վատ կլինի, չէ, վատը չէր լինի, բայց ավելի լավ կլիներ ժամանակին արկածախնդիր դիրքորոշում չբռնել, ՄԱԿ-ի 4 բանաձևերը ընդունելի գիտություն, Աղդամը չփոխարինել ակնայի, Ջաբրայելը չփոխել ջրականի, հաշվի նստել այդ փաստերի հետ, եւ որ այդ արհավիրքը չոքեց մեր դուռը, երկրի ռազմաքաղաքական ղեկավարությունը թե իշխանություն, թե ընդդիմություն, այստեղ միասնական լինեին, այստեղ այդ ժամանակ այդ կոչերն անեին, ասեին գնա ու դադարացրա։ Լավ կլինի որ 5000 տղա մատաղ չլինի Հայաստանի Հայաստանի Հանրապետության բանակում։ Շատ լավ կլինի, Տիկին Սամսոնյան։ Հա, լավ կլինի։ Շատ լավ կլինի։ Լսենք, բայց պարոն Մկրտչյանի ամփոփման ձեր ունեցած հնարավորությունը տեսել ենք ինչպես եք օգտագործել, ասել եք միայն առաջ։ Դեպս 44 օր Մենք էինք մեղավոր։ Դրա կուլմինացիան եղավ նոյեմբերի 9-ը։ Մենք էինք մեղավոր, Լավրովն էր մեղավոր։ Դրա կուլմինացիան եղավ նոյեմբերի 9-ին։ Ալիևն էր մեղավոր, Քենեդին էր մեղավոր։ Ինչ որ առումով դուք էիք մեղավոր, բա ով էր մեղավոր։ Ինչ որ առումով դուք էիք մեղավոր, որ այդ ժամանակ այդ իրականության հետ չառերեսվեցիք, այս հասարակական օրենքներից զուրկ որ իրար կանայք ասում են, մեկ է մի հատ կայաշկին գալիս ասում է ոչ դու ես, ես եմ։ Պարոն Մկրտչյան, բայց Ես այն կարծիքին եմ, որ ժամանակին եթե իրականության հետ առերեսվեինք ու այս հասարակությանը առերեսեինք այդ իրականության հետ, գուցե ամեն ինչ այսքան տխուր ու ցավալի չլիներ, բայց մենք ընտրել ենք այլ ճանապարհ, հող հանձնողներին հանձնել ենք հողին, մտածածին հայրենիքներ ենք այնտեղ Պարոն Մկրտչյան, խորհրդանից առաջիկա փոխանակ այդ հայրենիքները վերաբնակեցնեինք, այդ փոխանակ այդ հայրենիքները վերաբնակեցնեինք այդ հայրենիքների նռների հետ, ներքաղաքական տիրույթում այսօրվա իշխանության կարգառուն ներկայացուցիչները հակադրվում էին,
Ֆեմինիզմ Առաջտարակ։ Ախր դե չէ, էլի այդ ամեն ինչի մասին ես կարամ խոսամ, որ ես առնվազն սեպտեմբեր 27-ին խորհրդարանում չեմ եղել ու ինձ չի երկրի վարչապետը այդ հարցը ուղղել։ Ավարտեք Արկածախնդրության վերջը բոլոր առումներով պետք է տալ, հանգիստ գլուխներս կախ զինվենք, իսկ ինչ վերաբերում է Ադրբեջանի հարձակվելուն կամ չհարձակվելուն, գիտեք Ադրբեջանը որ իմանար հարձակվելու է եւ ատամը կտրելու է, վաղուց հարձակվել էր, երբ որ Զանգելանը գրավված է, Կովսականի մասին, հա։ թող լինի Կովսականը։ Ինձ համար Զանգելան, որովհետեւ ես ՄԱԿ-ի 4 բանաձևերի հետ առերեսվեցի։ Ցավոք սրտի դասեր ստանալուց հետո, այդ 5000 տղաների ընտանիքների աչքերի ունենալուց հետո։ Երբ որ Զանգելանը գրաված էր, հնարավորություն կար Սյունիքի նկատմամբ ռազմական ագրեսիա իրականացնելու, ինչի չիրականացվեց։ Կամ ինչի հիմա չի իրականացվում։ Ամենօրյա տեղեկատվական տերրոր, ներհայաստանյան 5-րդ Շարասյան ակտիվացում, Բաքվից թե Մոսկվայից, չգիտեմ, սա իրավապահները պիտի պարզեն։ Ու Հայաստանի Հանրապետության ներսում ներքին ցնցումներ եւ ներքին պայթյունավտանգ իրավիճակներ հրահրել։ Ինչի համար է արվում։ Որ տրվի նոյեմբերի 9-րդ կետով այդ միջանցքը։ Հայաստանը գուբերնացվի, Հայաստանը դառնա ծայրագավառ, Հայաստանում մի հատ գուբերնատոր ընտրեն, այդպիսի տեխնացուներ շատ են, արևմտամետի կլասիկ բանով, պիտակով, իդեպ նաև սա է։ Շնորհակալ եմ։ Ես այդ մի բանը, մի փոքր էլի, փորձեմ 20 վայրկյանի մեջ տեղավորեմ։ Խոսք գնաց, բանը ՆԱՏՕ-ի ստանդարտներին անցնելը, ձեզ մի բան ասեմ, էլի։ ՆԱՏՕ-ի ստանդարտներից սխալ բան չկա հիմա անցնելը։ Դա նույն բանն է, ոնց որ հիմա տավոր ավտոմատի անցնես Կալաշնիկից։ Կալաշնիկի ոչ մի բանից տեղյակ չեք։ Մենք բոլորս լավ, չգիտենք ոնց օգտագործենք, պարապած չենք, կիրառել չգիտենք։ Բանը Ուկրաինա չէ, մի րոպե, էլի ասը։ Մի րոպե ասը։ Այդ արագ սովորելու համար ձեզ մի բան ասեմ։ Եթե մենք պատրաստ ենք այդ այնց սովորենք արագ, ոնց որ ծորի գումարտակը եւ Թալիշի գումարտակը, որը իմ գումարտակի մեջ կորել էր, որովհետեւ 300 հոգուց մնացել էր 50 հոգի, այսինքն զինվորներ էին։ Շնորհակալ եմ, 250 հոգի զոհվել էր կամ վիրավորվել էր։ Այն մյուսը այտենց, ուզում եմ ասեմ, մենք պատրաստ ենք զոհվելով սովորենք, իսկ ՆԱՏՕ-ի ստանդարտները ձեզ մի բան ասեմ, եթե չէ, զոհվում ես, միշտ Սելի բարեկամներ, ես ուզում եմ ամեն անգամ երեխեն չծնվելուց զոհվում ես, ամեն անգամ զինվորը չպարապելուց զոհվում ես։ Երկար խոսել ենք, անչափ շնորհակալ եմ։ Չէ, բանը ՆԱՏՕ-ի ստանդարտը սխալ բան է, սխալ։ Զինված ուժերի մասին մենք մի օր հաղորդում կանենք ու ձեզ հրավիրենք։ Շնորհակալ եմ, Սիրելի գործընկերներ, սիրելի հեռուստադիտողներ, եկեք ընդհատեմ քեզ։ Պարոն Բլեյանը Մենք հիմա պրամո էֆիրում ենք։ Այո, եկեք հիշեք էլի, ոչ ՀԱՊԿ-ի ստանդարտ, ոչ ՆԱՏՕ-ի ստանդարտը սխալ է։ Դու պիտի պատերազմելու պատրաստվես քո ստանդարտներով։ Շնորհակալ եմ։ Հայկական ստանդարտ եմ, հասկացեք։ Factor TV-ում այսօրվա հրավիրված քննարկմանը մասնակցում են Վարդան Խաչատրյանը, Միացյալ Հայաստան կուսակցության փոխնախագահ Անի Սամսոնյանը, քաղաքական գործիչ Վովա Վարդանովը, ողջ մնալու արվեստ կազմակերպության ղեկավար Արնոլդ Բլեյանը, Հանուն Հանրապետության կուսակցության անդամ Հարություն Մկրտչյանը, քաղաքագետ, շնորհակալ եմ Factor TV գալու համար, շնորհակալ եմ նաև ձեզ հետևելու համար, հաջողություն։